Մի հզոր մարդ ապրում է մեկուսացած իր առանձնատանը, լսողությունը կորցնելուց հետո, մինչ նրա կյանքում անձայն հայտնվում է մի երիտասարդ արվեստագետ։ Այն, ինչ սկսվել էր որպես պատահական հանդիպումներ, կվերածվեր հուզական բացահայտումների ճանապարհորդության։ Անցյալի գաղտնիքներն ու անսպասելի բացահայտումները հավերժ կփոխեին երկուսի ճակատագիրը։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Լռությունը կապարի պես ծանր էր ընկած հսկայական ճաշասենյակի վրա։ Վիկտոր Ալյանցյանը մեթոդաբար կտրատում էր սթեյքը մադերայի սոուսով, նրա ճշգրիտ մեխանիկական շարժումները բացահայտում էին միայնակ ճաշելու տարիների պրակտիկան։ Մահագոնի սեղանը հեշտությամբ կտեղավորեր 20 հոգու, սակայն 15 տարի շարունակ ծառայում էր միայն նրան։ Մոմերը մեղմորեն թրթռում էին, ստեղծելով պարող ստվերներ շատ թանկարժեք նկարներով պատված պատերին, որոնք նա այլս երբեք չէր կարողացել լիարժեքորեն գնահատել։ 42 տարեկանում Վիկտորը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն էր։ Նրա ընկերությունները գերիշխում էին Երանի անշարժ գույքի շուկայում, նրա ներդրումները տարածվում էին 3 մայրցամաքում, նրա անունը բացում էր դռներ, որոնք փակ էին մնում մյուս միլիոնատերերի համար։ Սակայն այս ամբողջ ուժն անկարոր դարձավ սեպտեմբերյան մի առավոտ, երբ նա արթնացավ հիվանդանոցում 27 տարեկանում, չկարողանալով լսել անգամ իր սրտի զարկերը։ Վիրուսային մենինգիտը կայծակնային էր եղել։ 3 օրում այն ամբողջությամբ ոչնչացրեց նրա լսողությունը։ Բժիշկները խոսում էին փորձարարական բուժումների, կոխլեար իմպլանտների, հեղափոխական թերապիաների մասին։ Վիկտորը փորձեց ամեն ինչ։ Ճանապարհորդեց Եվրոպայի Միացյալ Նահանգների կլինիկաներ, խորհրդակցեց աշխարհի լավագույն մասնագետների հետ։ Հսկայական գումարներ ծախսեց այնպիսի պրոցեդուրաների վրա, որոնք հրաշքներ էին խոստանում։ Ոչինչ չօգնեց։ Լռությունը հաստատվեց հավերժ։ Առաջին տարիներին նա փորձել էր պահպանել սոցիալական կյանքը։ Արագ սովորեց ժեստերի լեզուն, վարձեց թարգմանիչներ, հարմարեցրեց իր գրասենյակները օժանդակ տեխնոլոգիաներով։ Սակայն աստիճանաբար նկատեց, որ մարդիկ խոսում էին իր շուրջը, կարծես ինքը ներկա չլիներ։ Տեսավ, թե ինչպես են ընկերները հեռանում, հարաբերությունները խզվում, գործարքները կնքվում առանց իր արդյունավետ մասնակցության։ Աշխարհը շարունակում էր պտտվել, բայց նա հետ մնաց։ Առանձնատունը Երանի արաբկիր թաղամասում դարձավ նրա ամրոցն ու բանդը։ 15 սենյակ, 8 լոգասենյակ, 3 հյուրասենյակ, գրադարան, կինոսրահ, մարզասրահ, օլիմպիական լողավազան այգիներ, որոնք ձգվում էին 2 հեկտար տարածքով։ Այս ամենը սպասարկվում էր 12 աշխատակցից բաղկացած թիմի կողմից, ովքեր իրենց պարտականությունները կատարում էին անձայն արդյունավետությամբ։ Նրանք հարգում էին նրան, կատարում էին նրա հրամանները, որոնք փոխանցվում էին գրություններով կամ ժեստերով, բայց երբեք իսկապես չէին մոտենում նրան։ Վիկտորը ճաշն ավարտում էր, երբ նկատեց մի տարօրինակ շարժում իր դիմացի վենետիկյան հայելու արտացոլանքում։ Մի փոքրիկ, ճարպիկ կերպար արագորեն անցնում էր գլխավոր միջանցքով։ Ճակատը կնճռոտելով, վեր կացավ աթոռից, մոտեցավ սրահի դռանը։ Միջանցքը դատարկ էր, լուսավորված միայն բյուրեղապակյա պատի լամպերով, որոնք ստեղծում էին դեղնավուն լույսի փոքրիկ լճակներ տրավերտին մարմարի վրա։ Վերադարձավ սեղանին, շարունակեց իր ճաշը, բայց հետաքրքրությունը պահպանվեց։ 15 տարվա մեկուսացման ընթացքում նա զարգացրել էր սուր ընկալում իր առօրյայի ցանկացած փոփոխության նկատմամբ։ Ճանաչում էր տան յուրաքանչյուր թրթռումը, աշխատակիցների յուրաքանչյուր շարժումը, կահույքի դասավորության յուրաքանչյուր փոփոխություն։ Այդ կերպարը նախշի մաս չէր։ Հաջորդ երեկո, 8 ժամվա ճաշի ժամանակ, նա կրկին նկատեց նույն ներկայությունը։ Այս անգամ կարողացավ ավելի լավ տեսնել։ Դա մի դեռահաս աղջիկ էր, նիհար, շագանակագույն մազերը հավաքված անփույթ ձյու պոչով։ Կրում էր դպրոցական պայուսակ, քայլում էր զգուշավոր քայլերով, կարծես փորձում էր աննկատ մնալ։ Նա հաստատ իր աշխատակիցներից որևէ մեկի դուստրը չէր։ Վիկտորը պատառաքաղը դրեց ափսեի վրա, անձայն մոտեցավ սրահի մուտքին։ Աղջիկը կանգնած էր միջանցքի մեջտեղում, ուղիղ նայում էր նրան։ Նրա աչքերը մուգ էին ու արտահայտիչ, բայց վախ չէին ցույց տալիս։ Միայն հանգիստ հետաքրքրություն, որը զարմացրեց նրան։ Երկար պահ երկուսն էլ դիտում էին միմյանց։ Վիկտորը սպասում էր, որ նա կվախենա ու կփախչի, ինչպես անում էին բոլոր երեխաները, ովքեր երբեմն այցելում էին կալվածք իրենց աշխատակից ծնողների հետ։ Բայց նա անշարժ մնաց, պահպանելով նրա հայացքը զարմանալի հասունությամբ, մոտ 15 տարեկան թվացող մեկի համար։
Նա բարձրացրեց աջ ձեռքը հարցական ժեստով, կարծես հարցնելով. «Ինչ ես անում այստեղ»։ Աղջիկն իրեն ցույց տվեց, ապա կողային դուռը, որը տանում էր դեպի սպասարկման սենյակներ, իսկ հետո արեց ներողություն խնդրելու համընդհանուր ժեստը, ձեռքի ափերը դեմքի առաջ միացնելով։ Վիկտորը դանդաղ գլխով արեց։ Նա հասկացավ, որ աղջիկը թիմի անդամներից մեկի հետ է ներողություն է խնդրում գլխավոր միջանցքներով անցնելու համար։ Գլխի նուրբ շարժումով նա ցույց տվեց, որ խնդիր չկա։ Նա սպասում էր, որ նա կհեռանա, բայց դեռահասը մնաց կանգնած, դիտելով նրան հարգալից հետաքրքրության նույն արտահայտությամբ։ Հետաքրքրված Վիկտորը ժեստ արեց ճաշասրահի ուղղությամբ, որպես զուսպ հրավեր։ Աղջիկը վարանեց մի քանի վայրկյան, շուրջը նայեց, ստուգելով, թե արդյոք ոչ ոք չի դիտում, ապա դանդաղ քայլեց դեպի նա։ Սրահում նա կանգնեց սեղանից հարգալից հեռավորության վրա, ակնհայտորեն տպավորված շրջապատի շքեղությամբ։ Նրա աչքերը սահեցին պատերի նկարների, բակարա բյուրեղապակյա ջահի, մահագոնի բուֆետի վրա դրված արծաթյա սպասքի վրայով։ Բայց նրա արտահայտության մեջ ագահություն կամ նախանձ չկար։ Միայն անկեղծ հիացմունք առարկաների գեղեցկությամբ։ Վիկտորը մատնանշեց սեղանի մյուս կողմի աթոռներից մեկը։ Աղջիկը բացասաբար գլխով արեց, ի զարմանս նրա, նստեց հատակին, մեջքով պատին, մի դիրքով, որն ակնհայտորեն ցույց էր տալիս, որ մտադիր չէ անհանգստացնել նրան։ Իր ուսապարկից հանեց կազմարարված տետր մի քանի գունավոր մատիտ։ Հաջորդ 40 րոպեների ընթացքում նա անձայն նկարում էր, մինչ Վիկտորն ավարտում էր իր ճաշը։ Երբեմն նա գաղտնի դիտում էր նրան։ Նրա ձեռքերը ճշգրտությամբ ու նրբանկատությամբ շարժվում էին թղթի վրա։ Նրա դեմքի կենտրոնացումը բացարձակ էր, կարծես շրջակա աշխարհն անհետացած լիներ։ Երբ Վիկտորը վեր կացավ հեռանալու, նա արագ հավաքեց իր պարագաները, ոտքի կանգնեց։ Արեց փոքրիկ հարգալից խոնարհում, շարժվեց դեպի դուռը։ Նախքան դուրս գալը, շրջվեց մատնանշեց իր կուրծքը, ապա սրահը, վերջապես արեց հարցական ժեստ։ Վիկտորը հասկացավ, որ նա հարցնում է, թե արդյոք կարող է վերադառնալ։ Տարիների մեջ առաջին անգամ նա անկեղծորեն ժպտաց։ Գլխով արեց ժեստով ցույց տվեց, որ նա ցանկալի է։ Աղջիկը ժպտացի պատասխան, այնքան լուսավոր արտահայտությամբ, որ կարծես լուսավորեց ամբողջ սենյակը, անձայն անհետացավ միջանցքով։ Այդ գիշեր Վիկտորը սովորականից ավելի երկար մնաց ճաշասենյակում, դիտելով այն տեղը, որտեղ նա նստել էր։ Մի տարօրինակ մոռացված զգացում սկսեց արթնանալ նրա կրծքում։ 15 տարվա մեջ առաջին անգամ նա իրեն ավելի քիչ միայնակ էր զգում։ Հաջորդ 3 օրերին նա կրոնականորեն վերադառնում էր նույն ժամին։ Միշտ նստում էր նույն տեղում, միշտ անձայն նկարում էր, միշտ հրաժեշտ էր տալիս նույն հարգալից խոնարհումով։ Վիկտորը սկսեց կանխատեսել նրա ժամանումը մի ակնկալիքով, որը վաղուց չէր զգացել։ 5-րդ երեկոյան նրա հետաքրքրությունը հաղթեց զուսպությանը։ Երբ նա վեր կացավ հեռանալու, Վիկտորը ժեստով խնդրեց տեսնել նկարը։ Աղջիկը մի պահ վարանեց, բայց հետո բացեց տետրը այն էջում, որի վրա աշխատել էր։ Դա իր դիմանկարն էր, բայց ոչ այնպես, ինչպես նա իրեն ամեն օր տեսնում էր հայելու մեջ։ Նա նկարել էր նրա աչքերում մի բան, որը Վիկտորը կարծում էր, որ ընդմիշտ կորած է։ Մարդկայնություն, հուզական խորություն, որը գերազանցում էր այն սառնության դիմակը, որը նա կառուցել էր տարիների ընթացքում։ Նկարում նա չէր թվում այն միայնակ դառնացած գործարարը, որին նա վերածվել էր։ Նա պարզապես թվում էր մի մարդ, ով կորցրել էր կարևոր մի բան, դեռ հույս ուներ այն գտնելու։ Վիկտորը երկար րոպեներ դիտում էր նկարը, զգալով մի ուժեղ շփոթված հույս, որը բարձրանում էր իր կոկորդով։ Երբ նա բարձրացրեց աչքերը, տեսավ, որ աղջիկը դիտում է իրեն ակնկալիքով։ Նա մատնանշեց դիմանկարը, ապա իրեն, վերջապես միացրեց ձեռքերը, որպես շնորհակալության նշան։ Նա կրկին ժպտաց, ի զարմանս նրա, պոկեց թուղթը տետրից նրբորեն դրեց սեղանին, իր ափսեի կողքին։ Դա նվեր էր։ Հետո հեռացավ, ինչպես միշտ անում էր, թողնելով նրան միայնակ իրենց այդ պատկերով, որը տարիներ շարունակ չէր կարողացել տեսնել։ Այդ լուսադեմին Վիկտորը արթուն մնաց, մտածելով նկարի մասին։ Առաջին անգամ լսողությունը կորցնելուց հետո նա իրեն իսկապես տեսած էր զգում մեկ ուրիշի կողմից։ Ռոզա Մուրադյանն ավարտեց հյուրասենյակի բյուրեղապակյա պահարանը դասավորելը, զուսպ նայեց պատիժամացույցին։ Ժամը 22:15 էր։ Լուսինեն պետք է ավարտեր դասերը աշխատակիցների ուսումնական սենյակում, բայց 5 օր է, ինչ նա այնտեղ չէր գտնում նրան, երբ ավարտում էր իր գործերը առանձնատան ազնվական թում։ 38 տարեկանում Ռոզան 7 տարի աշխատում էր որպես տնային տնտեսուհի Ալյանցյանների կալվածքում։
Նա պարզ արտաքինով կին էր, շագանակագույն մազերը միշտ հավաքված անթերի կապոցով, ով իր պարտականությունները կատարում էր զուսպ արդյունավետությամբ։ Նա Լուսինեին միայնակ էր դաստիարակել 2 տարեկանից, երբ աղջկա հայրը պարզապես անհետացավ, թողնելով միայն մի գրություն, որում ասվում էր, որ ինքը պատրաստ չէ հայր լինել։ Կյանքը հեշտ չէր եղել։ Ռոզան տարիներ շարունակ 3 աշխատանքում էր աշխատել, դստերը պահելու մասնավոր դպրոցի վարձը վճարելու համար։ Երբ նա աշխատանքի անցավ Ալյանցյանների առանձնատանը, արժանապատիվ աշխատավարձով գիշերային հերթափոխերին Լուսինեին իր հետ բերելու հնարավորությամբ, նա զգաց, որ վերջապես Աստված լսել է իր աղոթքները։ Աշխատանքը կայուն էր, լավ վարձատրվող, Վիկտոր Ալյանցյանը, չնայած միայնակ դժվար բնավորության համբավին, միշտ նրան հարգանքով արդարությամբ էր վերաբերվել։ Նա անցավ սպասարկման միջանցքներով դեպի այն սենյակը, որն օգտագործում էին որպես ուսումնական սենյակ։ Լուսինեն այնտեղ չէր։ Նրա գրքերը բաց մնացել էին սեղանին, բայց ուսապարկն ու նկարչական պարագաներն անհետացել էին։ Մի սառնություն անցավ նրա ողնաշարով։ Այնտեղ աշխատելու 7 տարիների ընթացքում նա երբեք թույլ չէր տվել Լուսինեին մտնել առանձնատան գլխավոր թ. Վիկտոր Ալյանցյանը արդարամիտ մարդ էր, բայց նա հայտնի էր իր անձնական կյանքը չափազանց բարձր գնահատելով։ Նա չէր հանդուրժի, որ աշխատակցի դուստրը ներխուժեր իր անձնական տարածքները։ Ռոզան զուսպ անցավ սպասարկման միջանցքներով, ստուգեց խոհանոցը, լվացքատունը, աշխատակիցների գրադարանը։ Ոչինչ։ Խուճապը սկսեց տիրել նրան, երբ նա լսեց թեթ քայլեր, որոնք գալիս էին գլխավոր ճաշասրահի կողմից։ Նա զգուշորեն նայեց կիսաբաց դռնից, զգաց, որ աշխարհը փլուզվում է։ Լուսինեն նստած էր շքեղ սրահի հատակին, հանգիստ նկարելով, մինչ Վիկտոր Ալյանցյանը ճաշում էր մի քանի մետր հեռավորության վրա։ Ավելին, նա կարծես լիովին տեղյակ էր աղջկա ներկայությունից, ոչ մի նշան չէր ցույց տալիս։ Ռոզան խորը շունչ քաշեց, պատրաստվեց ամենավատին, մտավ սրահ։ Վիկտորն աչքերը բարձրացրեց ափսեից, տեսավ նրան։ Լուսինեն արագ վեր կացավ, մեղավոր արտահայտությամբ։ Պարոն Ալյանցյան, 1000 ներողություն եմ խնդրում, Ռոզան հարգալից խոնարհվեց, բառերը շտապելով դուրս էին գալիս։ Լուսինեն չպետք է այստեղ լիներ։ Նա գիտի, որ չի կարող անհանգստացնել ձեզ։ Ես անմիջապես կտանեմ նրան, երաշխավորում եմ, որ դա այլս չի կրկնվի։ Վիկտորը մի քանի վայրկյան դիտեց տեսարանը։ Ռոզան ակնհայտորեն սարսափած էր, Լուսինեն գլուխը ցածր էր պահել, այտերը ամոթից կարմրած։ Նա վեր կացավ աթոռից, մոտեցավ սրահի անկյունում գտնվող գրասեղանին, մի քանի բառ արեց թղթի վրա։ Վերադարձավ գրությունը տվեց Ռոզային, ով կարդաց աճող զարմանքով։ Նա ինձ չի անհանգստացնում։ Կարող է շարունակել գալ, եթե ցանկանում է։ Նա հաճելի ուղեկից է։ Ռոզան կրկնեց հաղորդագրությունը 2 անգամ, չկարողանալով հավատալ։ Պարոն, ես չեմ կարող ընդունել, որ նա չարաշահի ձեր բարությունը։ Լուսինեն լավ աղջիկ է, բայց նա պարզապես դեռահաս է։ Ես չեմ ուզում, որ նա խնդիրներ առաջացնի։ Վիկտորը բացասաբար գլխով արեց մեկ այլ գրություն գրեց։ Դա խնդիր չէ։ 15 տարի է, ինչ ես միայնակ եմ ճաշում։ Նա կարող է մնալ։ Լուսինեն աչքերը բարձրացրեց, զարմացած ու հույսով լի։ Ռոզան դեռ վարանում էր, անհանգստանալով հնարավոր հետանքների համար։ Նախկինում, այն ընկերությունում, որտեղ նա աշխատել էր, նրան աշխատանքից ազատել էին, երբ իր նախկին տիրուհին հայտնաբերել էր, որ նա երբեմն Լուսինեին տանում էր աշխատանքի։ Եթե դուք վստահ եք, ասաց Ռոզան, դեռ անորոշ։ Բայց նա չի կարող խանգարել ձեր ճաշերին կամ որևէ կերպ անհանգստացնել ձեզ։ Վիկտորը հաստատականորեն գլխով արեց, կրկին գրեց։ Նա չի անհանգստացնում։ Անձայն նկարում է։ Նա տաղանդավոր արվեստագետ է։ Հենց այդ ժամանակ Ռոզան նկատեց թուղթը ճաշասեղանին։ Դա Վիկտոր Ալյանցյանի դիմանկարն էր, բայց ոչ այն սառը հեռու մարդը, որին նա ճանաչում էր մասնագիտորեն։ Նկարը բացահայտում էր հուզական խորություն, մարդկայնություն, որը նա երբեք չէր նկատել իր 7 տարվա աշխատանքի ընթացքում։ Լուսինեն է նկարել սա, հարցրեց նա, տպավորված։ Լուսինեն ամաչկոտ գլխով արեց։ Դա առաջին անգամն էր, որ նա խոսում էր Վիկտորի ներկայությամբ, նրա ձայնը դուրս եկավ ցածր ու վարանող։ Ես սիրում եմ մարդկանց նկարել։ Հատկապես նրանց աչքերը։ Նրանք պատմություններ են պատմում։ Վիկտորը ուշադիր դիտեց նրան։ Դա առաջին անգամն էր, որ նա լսում էր նրա ձայնը։
Մի առանձնահատուկ բան կար նրա խոսելու ձում, մի անկեղծություն, որը խորը շոշափում էր նրա ներսում։ Նա մեկ այլ գրություն գրեց անմիջապես տվեց Լուսինեին, ինչ պատմություն են պատմում իմ աչքերը։ Նա կարդաց հարցը ուշադիր մտածեց, նախքան պատասխանելը։ Մի պատմություն մեկի մասին, ով կորցրել է շատ կարևոր մի բան, բայց դեռ հույս ունի նորից երջանիկ լինելու։ Պատասխանը Վիկտորին անխոս թողեց։ Երկու պարզ նախադասությամբ 15-ամյա դեռահասը ցույց էր տվել ավելի շատ ըմբռնում իր հուզական վիճակի մասին, քան 15 տարվա թերապևտներն ու հոգեբույժները։ Ռոզան դիտում էր փոխազդեցությունը աճող հիացմունքով։ Նա երբեք չէր տեսել, որ Վիկտոր Ալյանցյանը որե անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեր մեկ ուրիշի նկատմամբ։ Նա միշտ եղել էր քաղաքավարի արդար, բայց պահպանում էր բացարձակ մասնագիտական հեռավորություն։ Այժմ, առաջին անգամ, նա կարծես իսկապես ներգրավված էր զրույցում։ Լուսինեն միշտ առանձնահատուկ է եղել մարդկանց զգացմունքները ընկալելու հարցում, բացատրեց Ռոզան։ Փոքրուց նա կարողանում է տեսնել բաներ, որոնք մեծահասակները չեն նկատում։ Վիկտորը գրեց. Դա հազվագյուտ շնորհ է։ Հաջորդ մեկ ժամվա ընթացքում նրանց երեքի միջ անսովոր հաղորդակցություն հաստատվեց։ Վիկտորը հարցեր ու մեկնաբանություններ էր գրում, Լուսինեն պատասխանում էր իր բնորոշ անկեղծությամբ, իսկ Ռոզան միջնորդում էր զրույցը, երբեմն թարգմանելով Վիկտորի ժեստերը դստեր համար։ Նրանք պարզեցին, որ Լուսինեն սովորում էր Երանի կենտրոնի պետական դպրոցում, որ երազում էր համալսարանում սովորել կերպարվեստ, բայց վախենում էր, որ ֆինանսական պայմաններ չի ունենա։ Նրա նկարները բացահայտում էին տպավորիչ բնական տաղանդ, բայց նա երբեք պաշտոնական արվեստի դասեր չէր ստացել։ Վիկտորը իր հերթին գրություններով բացահայտեց, որ լսողությունը կորցնելուց առաջ արվեստի սիրահար էր եղել։ Նա ուներ նկարների արժեքավոր հավաքածու, հաճախում էր պատկերասրահներ ցուցահանդեսներ, անգամ նկարում էր որպես հոբբի։ Այս ամենն անհետացել էր, երբ լռությունը հաստատվեց նրա կյանքում։ Ինչու դադարեցիք նկարել, հարցրեց Լուսինեն իր բնորոշ հետաքրքրասիրությամբ։ Վիկտորը վարանեց, նախքան պատասխանը գրելը։ Ես կորցրեցի ոգեշնչումը, երբ կորցրի լսողությունը։ Արվեստը միշտ կապված է եղել զգայարանների հետ ինձ համար։ Առանց լսելու, ես զգացի, որ կորցրել եմ կապը ստեղծագործականության հետ։ Բայց դուք դեռ աչքեր ունեք, նկատեց Լուսինեն։ Եվ ձեռքեր։ Եվ սիրտ։ Արվեստը միայն լսողությունից չի գալիս։ Ռոզան ժպտաց, լսելով դստեր պատասխանը։ Դա բնորոշ էր Լուսինեին, պարզություն տեսնել այնտեղ, որտեղ մեծահասակները բարդություններ էին ստեղծում։ Վիկտորը երկար րոպեներ ուսումնասիրեց աղջկա մեկնաբանությունը։ Նրա խոսքերում խորը ճշմարտություն կար։ Միգուցե նա 15 տարի շարունակ կենտրոնացել էր այն բանի վրա, ինչ կորցրել էր, փոխանակ գնահատելու այն, ինչ դեռ ուներ։ Երբ երեկոն մոտեցավ ավարտին, Վիկտորը վերջին գրություն գրեց։ Կցանկանայի, որ վաղը վերադառնայիք։ Ես մի բան ունեմ Լուսինեին ցույց տալու։ Ռոզան ընդունեց հրավերը, դեռ զարմացած իրադարձությունների շրջադարձից։ Նա երբեք չէր պատկերացնի, որ իր դուստրը կկարողանա կապ հաստատել միայնակ տնօրենի հետ, ով 7 տարի շարունակ անձնական զրույցների նկատմամբ հետաքրքրություն չէր ցուցաբերել։ Հաջորդ առավոտ Վիկտորը ժամեր անցկացրեց գրասենյակում, մտածելով նախորդ երեկոյի հանդիպման մասին։ 15 տարվա մեջ առաջին անգամ նա անկեղծորեն վայելել էր ուրիշների ընկերակցությունը։ Մի բան կար Լուսինեի ներկայության մեջ, որը նվազեցնում էր լռության ծանրությունը, որն իր միայնությունը դարձնում էր ավելի դիմացկուն։ Նա որոշեց, որ ժամանակն է բացել մի դուռ, որը փակ էր պահել ավելի քան մեկ տասնամյակ։ Այդ երեկո, երբ Ռոզան Լուսինեն հասան ճաշասրահ, նրանք գտան Վիկտորին, ով սպասում էր ոսկե բանալիներով։ Նա վեր կացավ ժեստ արեց, որ նրանք հետեն իրեն։ Նրանք անցան միջանցքներով մինչ հասան մի կրկնակի դռան, որը Լուսինեն երբեք բաց չէր տեսել։ Վիկտորը բանալին մտցրեց կողպեքի մեջ հրեց դռները, բացահայտելով մի միջավայր, որը երկուսին էլ շունչը կտրեց։ Դա ամբողջական արվեստանոց էր։ Նկարակալներ, ներկեր, վրձիններ, դատարկ կտավներ, անավարտ քանդակներ։ Առաստաղի լուսամուտը թույլ էր տալիս, որ բնական լույսը ողողի սենյակը ցերեկը։ Դա ամենագեղեցիկ ոգեշնչող տարածքն էր, որը Լուսինեն երբե տեսել էր։ Այստեղ էիք նկարում, հարցրեց Ռոզան, տպավորված։ Վիկտորը գլխով արեց գրություն տվեց Լուսինեին, 15 տարի փակ։ Միգուցե ժամանակն է վերադառնալու ստեղծելուն։ Հաջորդ շաբաթները առանձնատան առօրյան այնպես փոխեցին, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել։
Ամեն երեկո գլխավոր սրահում ճաշելուց հետո Վիկտորը Լուսինեին տանում էր արվեստանոց, որտեղ նա 2 ժամ անցկացնում էր նյութերն ուսումնասիրելով, աշխատանքներ ստեղծելով, որոնք ավելի ու ավելի էին տպավորում։ Ռոզան հեռվից դիտում էր այս անսովոր ընկերությունը խառը զգացմունքներով։ Մի կողմից նա ուրախ էր, տեսնելով իր դստերն այդքան ոգեշնչված, մոտիվացված։ Լուսինեն արվեստանոցում գտել էր հնարավորությունների մի տիեզերք, որին երբեք մուտք չէր ունեցել։ Մյուս կողմից նա անհանգստանում էր այն կապվածության համար, որը աղջիկը զարգացնում էր այդ միջավայրի Վիկտորի նկատմամբ։ Սկզբում Վիկտորը պարզապես դիտում էր Լուսինեին նկարելիս։ Նստում էր արվեստանոցի անկյունում գտնվող կաշվե բազկաթոռին, դիտում էր նրան աշխատելիս, հիացած այն բնականությամբ, որով նա օգտագործում էր վրձինները, խառնում գույները։ Կարծես նա ծնված լիներ դրա համար։ Աստիճանաբար Վիկտորը սկսեց վերցնել մի քանի վրձին, փոքրիկ փորձեր անել առանձին կտավի վրա։ Սկզբում դրանք պարզապես գունային բծեր էին, ապա վերացական ձեր, մինչ որ դանդաղորեն սկսեցին հայտնվել ճանաչելի պատկերներ։ Նրա ձեռքերը հիշում էին այն շարժումները, որոնք 25 տարի անշարժ մնացել էին։ Նրանց միջ հաղորդակցությունը զարգացավ գրություններից այն կողմ։ Վիկտորը Լուսինեին սովորեցրեց ժեստերի լեզվի որոշ հիմնական նշաններ, որոնք նա սովորեց դեռահասներին բնորոշ արագությամբ։ Նրանք նա մշակեցին ժեստերի իրենց սեփական լեզուն, կապված արվեստի հետ։ Ձեռքերով գույներ, հյուսվածքներ, հույզեր արտահայտելու եղանակներ։ Մի երեկո, երբ Լուսինեն նկարում էր իր մոր դիմանկարը, Վիկտորը մոտեցավ, ավելի մոտիկից դիտելու նրա աշխատանքը։ Հենց այդ ժամանակ նա նկատեց մի բան, որը նրան ստիպեց կտրուկ կանգ առնել։ Կտավի անկյունում Լուսինեն նկարել էր իր ստորագրությունը՝ Լ. Ալյանցյան։ Վիկտորը մատնանշեց ստորագրությունը, հարցական ժեստ արեց։ Լուսինեն ուժեղորեն կարմրեց։ «Կներեք», ասաց նա, շփոթված։ «Ես գիտեմ, որ չպետք է օգտագործեի այդ անունը։ Պարզապես միշտ երազել եմ ունենալ կարևոր արվեստագետի անուն։ Եվ Ալյանցյանն այնքան էլեգանտ է հնչում»։ Վիկտորը ուսումնասիրեց աղջկա շփոթված արտահայտությունը։ Մի խորապես հուզիչ բան կար այդ ժեստի միամտության մեջ։ Նա այնքան էր հիանում նրա ընտանիքով, որ ցանկանում էր կրել նույն անունը։ Վերցրեց վրձին, թաթախեց ներկի մեջ նույն կտավի վրա, Լուսինեի ստորագրության կողքին, գրեց Վ. Ալյանցյան։ Դա առաջին անգամն էր, որ նա ստորագրում էր մի աշխատանք 15 տարվա մեջ։ Լուսինեն հերթով նայեց երկու ստորագրություններին, ժպտաց մի ուրախությամբ, որը լուսավորեց նրա ամբողջ դեմքը։ «Մենք կարող ենք արվեստագետների ընտանիք լինել», հարցրեց նա տարիքին բնորոշ անմիջականությամբ։ Հարցը կայծակի պես հարվածեց Վիկտորին։ Ընտանիք։ Մի բառ, որը նա տարիներ շարունակ չէր արտասանել կամ մտածել։ Լսողությունը կորցնելուց հետո նա համոզվել էր, որ դատապարտված է միայնության։ Նա երբեք չէր ամուսնացել, երբեք երեխաներ չէր ունեցել, միշտ հավատացել էր, որ իր հաշմանդամությունը բեռ կդառնա ցանկացած մարդու համար, ով կմոտենար իրեն։ Բայց այնտեղ էր այդ արտասովոր աղջիկը, ով հնարավորություններ էր տեսնում այնտեղ, որտեղ նա միայն սահմանափակումներ էր տեսնում, ով խոսում էր ընտանիքի մասին, կարծես դա աշխարհի ամենաբնական բանը լիներ։ Այդ լուսադեմին Վիկտորը մնաց արվեստանոցում շատ ավելի երկար, քան Ռոզան Լուսինեն հեռացել էին։ Նա դիտում էր այն կտավները, որոնք նրանք միասին ստեղծել էին վերջին շաբաթների ընթացքում։ Մի տարբեր բան կար նրա վերջին աշխատանքում։ Գույներն ավելի վառ էին, ձերն ավելի արտահայտիչ։ Կարծես Լուսինեի ներկայությունը բացել էր մի ստեղծագործականություն, որը նա կարծում էր, որ ընդմիշտ կորած է։ Նա որոշեց անել մի բան, որը տասնամյակներ շարունակ չէր արել։ Վերցրեց հեռախոսը, հաղորդագրություն գրեց իր փաստաբան Մարկո Սարգսյանին. «Վաղը ձեզ հետ պետք է խոսեմ կարևոր անձնական հարցի մասին»։ Հաջորդ առավոտ Մարկոն առանձնատուն հասավ, շփոթված։ Նա Վիկտորին ճանաչում էր 15 տարի, երբեք չէր տեսել, որ նա խնդրեր հանդիպում անձնական հարցերի շուրջ։ Նրանք միշտ քննարկում էին միայն բիզնեսը, ներդրումները, ընկերությունների հետ կապված իրավական հարցերը։ Վիկտորը նրան ընդունեց գրասենյակում, գրությունների միջոցով բացատրեց իրավիճակը։ Պատմեց Լուսինեի մասին, աղջկա արտասովոր տաղանդի մասին, այն մասին, թե ինչպես էր նա փոխել իր կյանքը վերջին շաբաթների ընթացքում։ Մարկոն լսեց աճող զարմանքով։ «Դուք մտածում եք նրան որդեգրել», հարցրեց Մարկոն անհավատալիորեն։ Վիկտորը գրեց. «Դեռ չգիտեմ։ Բայց ուզում եմ հասկանալ, թե որոնք են իրավական հնարավորությունները։ Նա միայն մայր ունի, ով այստեղ է աշխատում։ Նրանք հատուկ մարդիկ են, Մարկո։
Լուսինեն պայծառ ապագա ունի առջում, բայց նրան անհրաժեշտ են հնարավորություններ, որոնք նրա ֆինանսական վիճակը չի կարող առաջարկել։ Մարկոն գլխով արեց, անհանգստացած։ Վիկտոր, դուք պետք է շատ զգույշ լինեք։ Նման որոշումը կարող է բարդ հետանքներ ունենալ։ Ինչ կլինի, եթե աղջկա մայրը սխալ մեկնաբանի ձեր մտադրությունները։ Ինչ կլինի, եթե նա ցանկանա ֆինանսապես օգտվել իրավիճակից։ Ռոզան այդ տեսակ մարդ չէ, Վիկտորը հաստատապես գրեց։ Այստեղ է աշխատում 7 տարի։ Նա ազնիվ է անկեղծ։ Երբեք օգնություն չի խնդրել, երբեք չի օգտվել իր դիրքից։ Մինույն է, պնդեց Մարկոն, դուք պետք է հաշվի առնեք, որ էմոցիոնալ առումով ներգրավված եք։ 15 տարվա մեկուսացումը կարող էր ազդել ձեր դատողության վրա։ Միգուցե ավելի լավ է աղջկան այլ կերպ օգնել։ Օրինակ, կրթաթոշակ։ Վիկտորը մտածեց ընկերոջ խոսքերի մասին։ Մարկոն ճիշտ էր, զգույշ լինելով։ Բայց խաղի մեջ ավելի խորը մի բան կար։ 15 տարվա մեջ առաջին անգամ նա իրեն իսկապես կենդանի էր զգում։ Լուսինեի ներկայությունը լցրել էր մի դատարկություն, որի գոյության մասին նույնիսկ ինքը չգիտեր։ Ես ուզում եմ, որ դուք զուսպ հետաքննեք նրանց ընտանեկան վիճակը, վերջապես գրեց։ Ոչ թե նրանց վնասելու համար, այլ հանգամանքներն ավելի լավ հասկանալու համար։ Եթե ես օգնելու եմ, ուզում եմ դա ճիշտ անել։ Մարկոն դժկամորեն համաձայնեց, խոստացավ զուսպ ու հարգալից հետաքննություն անցկացնել։ 3 օր անց հետաքննության արդյունքները հասան։ Մարկոն բերեց Ռոզա Լուսինե Մուրադյանների մասին ամբողջական դոսիե։ Տեղեկությունները զարմանալի էին։ Ռոզան 19 տարեկանում ամուսնացել էր Թեո Գրիգորյան անունով մի տղամարդու հետ, ով անհետացել էր, երբ Լուսինեն 2 տարեկան էր։ Բայց Թեոյի մասին մանրամասներ կային, որոնք Վիկտորը չէր սպասում։ Նա պարզապես բացակայող հայր չէր։ Նա երաժիշտ էր, եղել էր Երանի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, մասնակցել էր մի քանի համերգների, որոնց Վիկտորը հաճախում էր լսողությունը կորցնելուց առաջ։ Ավելի հետաքրքրական էր։ Թեոն եղել էր նույն հիվանդանոցի հիվանդ, որտեղ Վիկտորը բուժվել էր մենինգիտով հիվանդանալիս։ Բժշկական գրառումները ցույց էին տալիս, որ Թեոն հոսպիտալացվել էր նույն ժամանակահատվածում, նույնպես նյարդաբանական բարդությունների պատճառով։ Սա կարող է պարզապես զուգադիպություն լինել, ասաց Մարկոն։ Այդ հիվանդանոցը բուժում է բազմաթիվ բարդ նյարդաբանական դեպքեր։ Բայց Վիկտորը զգում էր, որ ավելին կար։ Նա խնդրեց Մարկոյին ավելի խորը հետաքննել կապը։ 2 շաբաթ անց ճշմարտությունը բացահայտվեց այնպես, ինչպես նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Մարկոն վերադարձավ բժշկական փաստաթղթերով, որոնք բացահայտում էին կործանարար իրականություն։ Թեո Գրիգորյանը պարզապես չէր լքել ընտանիքը։ Նա զարգացրել էր նյարդաբանական դեգեներատիվ վիճակ, որն աստիճանաբար ազդում էր նրա ճանաչողական շարժողական կարողությունների վրա։ Բժիշկները ախտորոշել էին ցրված սկլերոզի հազվագյուտ, որն արագորեն զարգանում էր։ Թեոն որոշում էր կայացրել հոսպիտալացվել գյուղական վայրի մասնագիտացված կլինիկայում, բուժումը ֆինանսավորելով իր խնայողություններով, որպեսզի Ռոզան ստիպված չլիներ հոգալ ծախսերը։ Նա հրահանգներ էր թողել, որպեսզի նա հավատա, որ ինքը պարզապես հեռացել է, որպեսզի նա կարողանա վերակառուցել իր կյանքը, առանց հիվանդ ամուսնուն խնամելու բեռը կրելու։ Ամենաշոկայինը, Թեոն դեռ կենդանի էր։ Նա ապրում էր Երանից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մասնագիտացված կլինիկայում, հիվանդության առաջադեմ վիճակում, բայց դեռ գիտակից էր։ Վիկտորը փաստաթղթերը բռնեց դողացող ձեռքերով։ Ռոզան Լուսինեն 13 տարի ապրել էին, հավատալով, որ ընտանիքի հայրը լքել էր նրանց վախկոտության կամ անտարբերության պատճառով։ Իրականությունն այն էր, որ նա արել էր սիրո ամենամեծ զոհաբերությունը, որը կարող էր անել մի տղամարդ։ Հեռանալ, նրանց պաշտպանելու համար։ Այդ երեկո, երբ Լուսինեն եկավ իր սովորական նկարչության դասին, Վիկտորը նրան դիտում էր այլ ինտենսիվությամբ։ Նա ինքնադիմանկար էր ստեղծում, կենտրոնացած երջանիկ, լիովին անտեղյակ իր ընտանիքը շրջապատող դրամայից։ Վիկտորը որոշում կայացրեց։ Գրություն գրեց տվեց Լուսինեին։ Կցանկանայիր ավելի լավ ճանաչել քո ընտանեկան պատմությունը։ Լուսինեն հետաքրքրությամբ նայեց նրան։ Ինչպես է դա։ Երբեմն անցյալը գաղտնիքներ է պահպանում, որոնք կարող են փոխել մեր ընկալումը ներկայի մասին, Վիկտորը ուշադիր գրեց։ Կցանկանայիք ինձ ուղեկցել մի ճանապարհորդության։ Լուսինեն առանց վարանելու գլխով արեց։
Նա Վիկտորին ավելի շատ էր վստահում, քան ցանկացած մեծահասակի, որին ճանաչել էր, բացի իր մորից։ Վիկտորը գիտեր, որ պատրաստվում էր հիմնովին փոխել Ռոզայի Լուսինեի կյանքը։ Բայց նա գիտեր, որ նրանք իրավունք ունեին ճշմարտությանը։ Ճանապարհը դեպի գյուղական կլինիկա տեց 3 ժամ։ Վիկտորը իր Մերսեդեսը անձայն վարում էր, երբեմն հետի հայելու միջից դիտելով Ռոզային Լուսինեին հետի նստարանին։ Նա որոշել էր ճշմարտությունը պատմել Ռոզային մեկնելուց առաջ, բայց նա պնդել էր, որ ուզում է ինքնուրույն տեսնել, թե ինչ էր հայտնաբերել Վիկտորը։ Ռոզան ձեռքերը կապած էր պահում ծնկներին, փորձելով վերահսկել աճող անհանգստությունը յուրաքանչյուր կիլոմետրի հետ։ Ամուսնու լքելու մասին 13 տարվա համոզմունքը կասկածի տակ էր դրվում, նա չգիտեր, թե արդյոք պատրաստ է դիմակայել իրականությանը։ Լուսինեն նրա կողքին հետաքրքրված էր, բայց վստահ, դեռ լիովին չէր հասկանում այն բանի մեծությունը, ինչ նրանք պատրաստվում էին բացահայտել։ Սուրբ Հելենայի կլինիկան գտնվում էր լեռնային շրջանում, շրջապատված խնամված այգիներով ճարտարապետությամբ, որը առաջնահերթություն էր տալիս հիվանդների հանգստությանը հարմարավետությանը։ Վիկտորը նախապես զանգահարել էր, բժշկական ղեկավարությանը բացատրելով իրավիճակը ստանալով այցելության թույլտվություն։ Բժիշկ Պիետրո Օհանյանը, Թեոյի գործով պատասխանատու նյարդաբանը, նրանց ընդունեց իր աշխատասենյակում հանդիսավոր արտահայտությամբ։ Նա մոտ 60 տարեկան տղամարդ էր, մոխրագույն մազերով, բարի աչքերով, ով ակնհայտորեն տասնամյակներ շարունակ զբաղվել էր նուրբ իրավիճակներով։ Տիկին Մուրադյան, ասաց նա, դիմելով Ռոզային, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ձեր ամուսինը միշտ խնդրել է, որ մենք գաղտնի պահենք նրա գտնվելու վայրը։ Նա հավատում էր, որ ձեզ համար ավելի լավ կլինի հավատալ, որ նա կամավոր հեռացել է։ Ռոզան խորը շունչ քաշեց։ Բժիշկ, ես պետք է հասկանամ։ Ինչ է կոնկրետ պատահել Թեոյին։ Բժիշկ Պիետրոն բացեց բժշկական գրառումը, ուշադիր բացատրեց։ Թեոյին ախտորոշվել է առաջնային պրոգրեսիվ ցրված սկլերոզ, երբ նրա դուստրը 2 տարեկան էր։ Դա հիվանդության հատկապես ագրեսիվ ձև, որն աստիճանաբար ազդում է շարժողական ճանաչողական գործառույթների վրա։ Նա գիտեր, որ իր վիճակը արագորեն կվատանա, բուժման ծախսերը չափազանց բարձր կլինեն երիտասարդ ընտանիքի համար։ Լուսինեն լուր լսում էր, փորձելով մշակել տեղեկություններ մի հոր մասին, ում նա երբեք իսկապես չէր ճանաչել։ Նա երբեք ինձ չի լքել, հարցրեց նա փոքր ձայնով։ Հակառակը, պատասխանեց բժիշկը։ Թեոն վաճառել է իր բոլոր երաժշտական գործիքները, օգտագործել է իր խնայողությունները, նույնիսկ վարկեր է վերցրել, ապահովելու համար, որ իր բուժումը ֆինանսավորվի առանց ձեզ վրա ազդելու։ Նա հատուկ հրահանգներ էր թողել, որպեսզի դուք երբեք չիմանաք ճշմարտությունը։ Ռոզան լուր սկսեց լացել։ 13 տարվա ցավն ու դառնությունը լուծվում էին, փոխարինվելով սիրո ցավի խառնուրդով, որը նա չգիտեր, թե ինչպես մշակել։ Ինչպե՞ս է նա հիմա, հարցրեց Վիկտորը, հարցը գրելով թղթի վրա։ Թեոն իր ճանաչողական կարողությունները մեծ մասամբ պահպանում է, բացատրեց բժիշկ Պիետրոն։ Ֆիզիկապես նա հաշմանդամի սայլակում է, խոսքի դժվարություններ ունի, բայց դեռ կարող է հաղորդակցվել։ Հետաքրքիր է, որ նա երբեք չի կորցրել իր գիրքը երաժշտության նկատմամբ։ Մենք նվագում ենք համերգների ձայնագրություններ, որոնց նա սովորաբար մասնակցում էր, նա միշտ հուզականորեն է արձագանքում։ Կարող եմ տեսնել նրան, հարցրեց Ռոզան, արցունքները սրբելով։ Նա չգիտի, որ դուք այստեղ եք, ասաց բժիշկը։ Դա նրա համար շոկ կլինի։ Բայց միգուցե ժամանակն է ճշմարտության համար բոլորի համար։ Նրանք անցան կլինիկայի միջանցքներով մինչ հասան ներքին այգի, որտեղ մի քանի հիվանդներ վայելում էին արոտ կեսօրը։ Թեոն նստած էր հաշմանդամի սայլակում, շատրվանի մոտ, ականջակալներով հանգիստ արտահայտությամբ։ 41 տարեկանում դեռ հնարավոր էր ճանաչել այն երիտասարդ տղամարդուն, ում Ռոզան սիրել էր։ Նրա մազերն ամբողջությամբ մոխրացել էին, մարմինը տեսանելիորեն թուլացած էր հիվանդությունից, բայց նրա աչքերը պահպանում էին նույն ինտենսիվությունը, որը նա հիշում էր։ Ռոզան դանդաղ մոտեցավ։ Երբ Թեոն տեսավ նրան, նրա արտահայտությունը կտրուկ փոխվեց։ Նա դողացող շարժումով հանեց ականջակալները, փորձեց խոսել, բայց բառերը շփոթված դժվար հասկանալի էին դուրս գալիս։ Թեո, մեղմորեն ասաց Ռոզան, ծնկի իջնելով սայլակի կողքին։ Ես ճշմարտությունը պարզեցի։ Ամեն ինչ պարզեցի։ Թեոն սկսեց լացել, փորձելով արտասանել բառեր, որոնք դուրս էին գալիս մասնատված։ Ռոզա, կներես չէի ուզում բեռ։ Դու երբեք բեռ չես եղել, Ռոզան բռնեց նրա ձեռքերը։ Դու ամենակաջ մարդն էիր, ում ես ճանաչել եմ, ես չգիտեի։
Լուսինեն զգուշորեն մոտեցավ։ Թեոն անհավատալիորեն դիտեց նրան։ 2 տարեկան աղջիկը, ում նա թողել էր, դարձել էր գեղեցիկ տաղանդավոր երիտասարդ։ Հայր, հարցրեց նա վարանող ձայնով։ Դա առաջին անգամն էր, որ նա գիտակցաբար արտասանում էր այդ բառը։ Թեոն դողացող ձեռք մեկնեց դստեր ուղղությամբ։ Լուսինեն նրբորեն բռնեց այն։ Ես նկարում եմ, ասաց նա, փորձելով համապատասխան բառեր գտնել։ Նկարում եմ։ Արվեստի տաղանդ ունեմ։ Թեոյի աչքերը լուսավորվեցին։ Նա մատնանշեց իրեն, ապա նրան, փորձելով կապ հաստատել։ Բժիշկ Պիետրոն մոտեցավ, օգնելու հաղորդակցությանը։ Թեո, ձեր դուստրը ժառանգել է ձեր արվեստի զգայունությունը։ Նա միշտ ասում էր, որ երաժշտությունն ու արվեստը նույն լեզուն են, պարզապես արտահայտված տարբեր ձևերով։ Վիկտորը դիտում էր տեսարանը ուժեղ հույզերով։ Նա ականատես էր լինում մի հանդիպման, որը ինքն էր հնարավոր դարձրել, բայց որը գերազանցում էր այն ամենը, ինչ նա կարող էր պատկերացնել։ Հաջորդ 2 ժամվա ընթացքում ընտանիքը վերամիացավ ժեստերի, մասնատված բառերի, հպումների բազմաթիվ արդյունքների միջոցով։ Ռոզան պատմեց պայքարի տարիների, առանձնատան աշխատանքի, այն մասին, թե ինչպես էր միայնակ դաստիարակել Լուսինեին։ Լուսինեն ցույց տվեց մի քանի նկարներ, որոնք բերել էր իր ուսապարկում, Թեոն յուրաքանչյուրին արձագանքեց անկեղծ հիացմունքով։ Բժիշկ Պիետրոն բացատրեց, որ Թեոն միշտ հարցրել է ընտանիքի մասին, բայց երբեք թույլ չէր տվել, որ նրանք փորձեն կապ հաստատել։ Նա վախենում էր, որ դուք կգաք պարտավորությունից, խղճահարությունից։ Նա ուզում էր, որ դուք ազատորեն ապրեիք ձեր կյանքը։ Բայց մենք իրավունք ունեինք ընտրելու, ասաց Ռոզան։ Մենք իրավունք ունեինք դրան դիմակայելու միասին։ Թեոն դանդաղ գլխով արեց, առաջին անգամ հասկանալով, որ իր որոշումը, թե սիրով մոտիվացված, զրկել էր նրանց բոլորին տարիների համատեղ կյանքից փոխադարձ աջակցությունից։ Երբ հեռանալու ժամանակը եկավ, հրաժեշտը սրտաճմլիկ էր։ Բայց այս անգամ այն մշտական չէր լինի։ Ռոզան խոստացավ վերադառնալ, իսկ Լուսինեն խոստացավ ավելի շատ նկարներ բերել հաջորդ այցելության ժամանակ։ Երան վերադառնալու ճանապարհին մեքենան երկար ժամանակ լուռ մնաց։ Յուրաքանչյուրը մշակում էր բացահայտումներն ու դրանց հետանքները։ Հենց Լուսինեն կոտրեց լռությունը։ Վիկտոր, ինչու արեցիք դա։ Ինչու օգնեցիք մեզ ճշմարտությունը բացահայտել։ Վիկտորը կանգնեցրեց մեքենան բենզալցակայանում ուշադիր գրեց իր պատասխանը։ Որովհետև դուք օգնեցիք ինձ վերագտնել, որ կյանքն արժե ապրել, նույնիսկ երբ անհնար է թվում։ Թեոն քաջ ընտրություն կատարեց, բայց հիմնված բեռ լինելու վախի վրա։ Ես արեցի հակառակ ընտրությունը, նույնպես հիմնված վախի վրա։ Ձեզանից սովորեցի, որ իսկական սերը դժվարությունները կիսելն է, ոչ թե դրանցից խուսափելը։ Ռոզան կարդաց գրությունը հասկացավ, որ Վիկտորը գտել էր իր սեփական բուժումը նրանց ճանապարհորդության միջոցով։ Շնորհակալություն, պարզապես ասաց նա։ Ամեն ինչի համար։ Այդ գիշեր, վերադառնալով առանձնատուն, նրանք երեքով նստեցին արվեստանոցում։ Լուսինեն սկսեց նոր նկար։ Դա կլինիկայի այգում հավաքված ընտանիքն էր։ Դա կատարյալ դիմանկար չէր, բայց կատարելապես արտահայտում էր վերամիավորման հույզը։ Վիկտորը դիտեց նրան աշխատելիս որոշում կայացրեց, որը կփոխեր ամեն ինչ։ Գրություն գրեց տվեց Ռոզային, կցանկանայի մի բան առաջարկել։ Թեոին հատուկ խնամք է անհրաժեշտ։ Դուք պետք է մոտ լինեք նրան։ Ես կարող եմ նրան տեղափոխել Երանի կլինիկա, դուք կարող եք մշտապես ապրել առանձնատան արմատյան թում։ Փոխարենը Լուսինեն կշարունակեր արվեստ սովորել, դուք կլինեիք ընտանիք։ Ռոզան 3 անգամ կարդաց գրությունը, նախքան լիովին հասկանալը, թե ինչ էր առաջարկում Վիկտորը։ Դա պարզապես ավելի լավ աշխատանք կամ ֆինանսական օգնություն չէր։ Դա նրանց կյանքերի ամբողջական ինտեգրում էր։ Դուք վստահ եք, հարցրեց նա։ Դա հսկայական պատասխանատվություն է։ Եվ Թեոն կարող է երբեք չբարելավվել։ Վիկտորը գրեց. Ընտանիքը կատարելության մասին չէ։ Դա դժվարությունների ուրախությունների մեջ միասին լինելու մասին է։ Լուսինեն դադարեց նկարել լուրջ արտահայտությամբ նայեց Վիկտորին։ Դա նշանակում է, որ դուք ինձ համար հայր կլինեիք։ Հարցը հարվածեց Վիկտորին իր հույզերի հիմքում։ 42 տարի շարունակ նա երբեք լրջորեն չէր քննարկել հայրությունը։ Այժմ մի արտասովոր երիտասարդ նրան ընտանիքի մաս լինելու հնարավորություն էր առաջարկում։
Եթե դուք ինձ թույլ տաք, գրեց նա, դա կլինի իմ կյանքի ամենամեծ պատիվը։ Այդ լուսադեմին, 15 տարվա մեջ առաջին անգամ, Վիկտորը քնեց ժպիտով դեմքին։ Նրա տունը վերջապես տուն էր դառնում։ 3 ամիս անց Ալյանցյանների առանձնատունն այնպես էր փոխվել, որ տպավորում էր նույնիսկ ամենահին աշխատակիցներին։ Արմատյան Թ, որը նախկինում օգտագործվում էր միայն երբեմնի հյուրերի համար, այժմ ընտանիք էր պահում։ Ռոզան լքել էր իր հին սպասուհու սենյակը, զբաղեցնելու հարմարավետ սենյակ, իսկ Լուսինեն կյանքում առաջին անգամ ուներ իր սեփական սենյակը, այգիների տեսարանով նկարելու համար կատարյալ բնական լույսով։ Ամենամեծ փոփոխությունը, սակայն, տեղի էր ունեցել հատուկ Թեոյի համար հարմարեցված սենյակում։ Վիկտորը վարձել էր մասնագիտացված բուժքույրեր ֆիզիոթերապևտներ, սենյակներից մեկը վերածելով ամբողջական, բայց հարմարավետ հիվանդանոցային միջավայրի։ Թեոն այժմ առաջին կարգի խնամք էր ստանում ընտանիքից մի քանի մետր հեռավորության վրա։ Ամենօրյա շփումը զարմանալի բացահայտումներ էր բերել։ Թեոն, չնայած ֆիզիկական սահմանափակումներին, պահպանում էր սուր ինտելեկտ հումորի զգացում, որը գրավեց նույնիսկ ամենազուսպ աշխատակիցներին։ Նա Վիկտորի հետ հաղորդակցության հատուկ ձև մշակել, հիմնված ժեստերի արտահայտությունների վրա, որոնք երկուսն էլ ինտուիտիվորեն հասկանում էին։ Վիկտորը պարզեց, որ Թեոն եղել էր բացառիկ երաժիշտ։ Հիվանդությունից առաջ նա սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակահարն էր, ձայնագրել էր 2 ալբոմ որպես մենակատար։ Երբ Վիկտորը ձայնագրիչ բերեց Թեոյի սենյակ դրեց նրա հին ձայնագրությունները, նա ականատես եղավ մի արտասովոր բանի։ Նույնիսկ խոսքի սահմանափակումներով Թեոն կարողանում էր ղեկավարել երաժշտությունը ձեռքերի նուրբ շարժումներով, հիշելով յուրաքանչյուր նոտա, յուրաքանչյուր դինամիկա, ստեղծագործությունների յուրաքանչյուր հուզական նրբերանգ։ Լուսինեն ժամեր էր անցկացնում հոր սենյակում, նկարելով, մինչ նա երաժշտություն էր լսում։ Նա պարզել էր, որ կարողանում է թղթի վրա արտահայտել այն հույզերը, որոնք Թեոն արտահայտում էր, լսելով իր հին ձայնագրությունները։ Նրա նկարներն ավելի խորը, ավելի հուզականորեն բարդ էին դարձել։ Ռոզան ծաղկեց այնպես, որ զարմացրեց բոլորին։ Ազատվելով ընտանիքը միայնակ պահելու ճնշումից, նա կարողացավ վերադառնալ ուսմանը։ Վիկտորն առաջարկել էր ֆինանսավորել մասնագիտացված բուժքույրական դասընթացը, պարզելով, որ նա միշտ երազել էր աշխատել առողջապահության ոլորտում։ Ամեն առավոտ Թեոյին տանը հոգ տանելուց հետո նա սովորում էր գրադարանում, պատրաստվելով իրականացնել ավելի քան 15 տարի հետաձգված երազանքը։ Վիկտորի սեփական առօրյան ամբողջությամբ փոխվել էր։ Միայնակ ճաշը փոխարինվել էր ընտանեկան ճաշերով, որտեղ նրանք խոսում էին ժեստերի լեզվի, գրությունների Թեոյի դանդաղ, բայց հասկանալի բառերի խառնուրդով։ Արվեստանոցում անցկացրած երեկոները դարձել էին ընտանեկան արվեստի սեսիաներ, որոնց մասնակցում էր նույնիսկ Թեոն, նուրբ ժեստերով ուղղորդելով գույներն ու կոմպոզիցիաները։ Մարկո Սարգսյանը դիտում էր այդ փոփոխությունները հակասական զգացմունքներով։ Որպես փաստաբան երկար տարիների ընկեր, նա անհանգստանում էր նոր իրավիճակի իրավական ֆինանսական հետանքների համար։ Վիկտորը հսկայական գումար էր ծախսել տունը հարմարեցնելու, առողջապահական մասնագետներ վարձելու համար նախատեսում էր հոգալ Լուսինեի համալսարանական կրթության ծախսերը։ Վիկտոր, դուք պետք է պաշտոնականացնեք այս իրավիճակը, ասաց Մարկոն իր ամսական այցելություններից մեկի ժամանակ։ Եթե ձեզ հետ ինչ-որ բան պատահի, Ռոզան Լուսինեն անպաշտպան կմնան։ Դուք պետք է քննարկեք Լուսինեի օրինական որդեգրումը ընտանիքի ապագան ապահովելու միջոցներ ձեռնարկեք։ Վիկտորը մտածեց ընկերոջ խոսքերի մասին։ Նա այնքան էր հարմարվել նոր դինամիկային, որ չէր մտածել գործնական հարցերի մասին։ Գրեց. «Ինչ եք առաջարկում»։ Պաշտոնական որդեգրումը իդեալական կլիներ, պատասխանեց Մարկոն։ Լուսինեն օրինականորեն կդառնար ձեր դուստրը, ժառանգության բոլոր իրավունքներով։ Մենք կարող ենք նա հոգաբարձուական հիմնադրամ ստեղծել Թեոյի խնամքի Լուսինեի կրթության համար։ Գաղափարը ոգորեց Վիկտորին, բայց նա գիտեր, որ պետք է քննարկեր ընտանիքի հետ։ Այդ գիշեր, ճաշի ժամանակ, նա բարձրացրեց հարցը։ Լուսինե, գրեց նա գրության վրա, ինչպես կզգայիր քեզ, եթե ես պաշտոնապես դառնայի քո օրինական հայրը։ Լուսինեն դադարեց ուտել, պայծառ աչքերով նայեց նրան։ Դուք դա կանեք։ Իսկապես։ Ռոզան միջամտեց, անհանգստացած։ Վիկտոր, սա շատ լուրջ որոշում է։ Որդեգրումը մշտական է։ Իսկ ինչ կլինի, եթե դուք ապագայում փոխեք ձեր միտքը։ Վիկտորը ուշադիր գրեց. Ռոզա, ես չէի փոխի իմ միտքը։ Դուք իմ ընտանիքն եք։
Ես ուզում եմ ապահովել, որ Լուսինեն ունենա բոլոր հնարավոր հնարավորությունները, որ Թեոն հավերժ խնամք ունենա։ Թեոն, ով դժվարությամբ, բայց էականորեն հասկանում էր զրույցը, հավանության ժեստ արեց։ Նրա համար դժվար էր արտասանել, բայց նա կարողացավ ասել. Այո։ Վիկտոր, լավ հայր։ Թեոյի խոսքերը խորապես շոշափեցին Վիկտորին։ Նա ստանում էր Լուսինեի կենսաբանական հոր օրհնությունը, դառնալու նրա որդեգիր հայրը։ Լուսինեն վեր կացավ աթոռից, վազեց գրկելու Վիկտորին։ Ես ուզում եմ, այո։ Ուզում եմ լինել ձեր պաշտոնական դուստրը։ Ռոզան արցունքներով աչքերով դիտում էր տեսարանը։ Նրա դուստրը, ով 15 տարի միայն մայր ուներ, այժմ կունենար 2 հայր, ովքեր անվերապահորեն սիրում էին նրան։ Իրավական ընթացակարգերը տեցին 2 ամիս։ Այդ ընթացքում Վիկտորը նա այլ նշանակալի փոփոխություններ կատարեց։ Նա Լուսինեին ընդունեց մասնավոր դպրոց, որը հայտնի էր իր կերպարվեստի ծրագրով, վարձեց մասնավոր ուսուցիչներ, նրա գեղարվեստական կրթությունը լրացնելու համար, սկսեց պլանավորել նրա ընդունելությունը համալսարան։ Թեոն զարմանալի բարելավում ունեցավ մասնագիտացված խնամքի շնորհիվ։ Ֆիզիոթերապիան վերականգնել էր նրա շարժունակության մի մասը, իսկ խոսքի թերապիան օգնում էր նրան ավելի հստակ հաղորդակցվել։ Ավելի կարևոր է, ընտանիքին մոտ լինելը նորոգել էր նրա կյանքի կամքը։ Այն օրը, երբ որդեգրումը պաշտոնականացվեց, ամբողջ ընտանիքը գնաց նոտարական գրասենյակ։ Լուսինեն ստորագրեց փաստաթղթերը Լուսինե Մուրադյան Ալյանցյան անունով, ընտրելով պահպանել մոր ազգանունը Նորի հետ միասին։ Վիկտորը հուզվեց, հասկանալով, որ նա ցանկանում էր պատվել ինչպես կենսաբանական, այնպես էլ որդեգիր ընտանիքին։ Այդ գիշեր արվեստանոցում հատուկ տոնակատարություն կազմակերպեցին։ Լուսինեն անակնկալ էր պատրաստել, նոր ընտանիքի դիմանկար։ Նկարում նրանք 4-ով միասին էին, Վիկտորը, Ռոզան կանգնած էին Թեոյի հետում, հաշմանդամի սայլակում, Լուսինեն կողքին։ Բայց Վիկտորին ամենաշատը տպավորեց նկարի ֆոնը։ Նա ստեղծել էր երաժշտության տեսողական պատկեր, գունային ալիքներ, որոնք հոսում էին ընտանիքի շուրջը, խորհրդանշելով, թե ինչպես էին արվեստն ու երաժշտությունը միավորել նրանց։ Այսպես եմ տեսնում մեր ընտանիքը, բացատրեց Լուսինեն։ Տարբեր տաղանդներ, տարբեր մարտահրավերներ, բայց բոլորը միացած սիրո նույն լեզվով։ Վիկտորը երկար րոպեներ ուսումնասիրեց նկարը։ Մի մարգարեական բան կար այդ պատկերում, կարծես Լուսինեն նկարել էր ոչ միայն այն, ինչ նրանք էին, այլ այն, ինչ կարող էին դառնալ։ Ռոզան մոտեցավ նրան։ Շնորհակալություն, Վիկտոր։ Դուք մեզ շատ ավելին տվեցիք, քան տուն։ Դուք մեզ հույս տվեցիք։ Բայց ոչ ամեն ինչ էր լուծված։ Որդեգրման տոնակատարությունից մեկ շաբաթ անց Մարկոն անհանգստացնող նորություններ բերեց։ Վիկտոր, ես տարօրինակ զանգեր եմ ստանում, ասաց նա գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ։ Լրագրողները հարցեր են տալիս ձեր անձնական կյանքի մասին, այն ընտանիքի մասին, որն այստեղ է ապրում։ Վիկտորը ճակատը կնճռոտեց։ 15 տարվա մեկուսացման ընթացքում նա երբեք մամուլի հետաքրքրության առարկա չէր եղել։ Ինչ են ուզում իմանալ։ Նրանք հետաքննում են որդեգրման պատմությունը, հանգամանքները, այն ծախսերը, որոնք դուք արել եք, բացատրեց Մարկոն։ Կարծես ինչ-որ մեկը փորձում է պատմություն ստեղծել, թե դուք շահագործվում եք օպորտունիստական ընտանիքի կողմից։ Գաղափարը զայրացրեց Վիկտորին։ Ռոզան, Լուսինեն ամենաազնիվ մարդիկ էին, ում նա ճանաչում էր։ Նրանք երբեք ոչինչ չէին խնդրել, երբեք չէին օգտվել նրա առատաձեռնությունից։ Ո՞վ է դրա հետում, գրեց նա։ Մարկոն վարանեց, նախքան պատասխանելը։ Ես կասկածում եմ, որ դա կարող է լինել ձեր սեփական ընտանիքից ինչ-որ մեկը։ Ձեր զարմիկներ Ֆիլիպը, Աննա Գրիգորյանները միշտ կասկածի տակ են դրել ձեր ֆինանսական որոշումները։ Որդեգրման հետ նրանք կորցրել են ապագա ժառանգության զգալի մասը։ Վիկտորը զայրույթ զգաց, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Ֆիլիպը, Աննան իր հորեղբոր երեխաներն էին, ով լքել էր Հայաստանը 1990 ականներին, Եվրոպայում աշխատելու համար։ Նրանք երբեմն շփվում էին, բայց Վիկտորը միշտ գիտեր, որ նրանք շահարկում էին իր կարողությունը, հատկապես հաշվի առնելով, որ նա երեխաներ չուներ։ Նրանք կարող են վիճարկել որդեգրումը, հարցրեց նա։ Օրինականորեն, ոչ, հանգստացրեց Մարկոն։ Ամեն ինչ կարգին է։ Բայց նրանք կարող են խնդիրներ ստեղծել մամուլում, կասկածի տակ դնել ձեր դատողության կարողությունը, պնդել, որ դուք շահարկվում եք։ Վիկտորը որոշում կայացրեց։ Հանդիպում կազմակերպեք նրանց հետ։
Ժամանակն է վերջնականապես պարզել ամեն ինչ։ Այդ գիշեր Վիկտորը ընտանիքին պատմեց իրավիճակի մասին։ Ռոզան ակնհայտորեն անհանգստացած էր։ Վիկտոր, եթե ձեր ընտանիքը կասկածի տակ է դնում ձեր որոշումները մեր պատճառով, միգուցե ավելի լավ է որոշ ժամանակ հեռու մնանք, ասաց նա։ Ոչ, Վիկտորը հաստատապես գրեց։ Դուք հիմա իմ ընտանիքն եք։ Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը կասկածի դա կամ փորձի բաժանել մեզ։ Լուսինեն մոտեցավ, բռնեց նրա ձեռքը։ Հայրիկ, կարևոր չէ, թե ինչ կասեն։ Մենք գիտենք, թե ով ենք մենք միմյանց համար։ Դա առաջին անգամն էր, որ նա նրան պարզապես հայրիկ էր կոչում, առանց որևէ որակավորման։ Բառը Վիկտորի սրտում հնչեց որպես ամենագեղեցիկ մեղեդի, որը նա երբեք լսել էր։ Բայց Վիկտորը գիտեր, որ մոտալուտ փոթորիկը կփորձարկի այն կապերի ուժը, որոնք նրանք կառուցել էին։ Հանդիպումը նշանակված էր հինգշաբթի օրը ընկերության կենտրոնական գրասենյակում։ Վիկտորը Ֆիլիպին Աննա Գրիգորյաններին չէր տեսել 3 տարի, հեռավոր մորաքրոջ հուղարկավորությունից հետո։ Նրանք ժամը 15-ին ժամանեցին ճշգրիտ ուղեկցությամբ մի փաստաբանի, ում Վիկտորը չէր ճանաչում։ Ֆիլիպը 38 տարեկանում անթերի արտաքինով տղամարդ էր, ով աշխատում էր որպես ֆինանսական խորհրդատու Լոնդոնում։ Աննան 35 տարեկանում ապրում էր Փարիզում, որտեղ ղեկավարում էր արվեստի պատկերասրահ։ Երկուսն էլ ժառանգել էին ընտանիքի սառը էլեգանտությունը, բայց նա մի հավակնություն, որը Վիկտորը միշտ չափազանց էր համարել։ Վիկտոր, պաշտոնապես ողջունեց Ֆիլիպը, շնորհակալություն մեզ ընդունելու համար։ Աննան առանց արարողության նստեց։ Անմիջապես անցնենք գործին։ Մենք անհանգստացած ենք ձեր վերջին որոշումներից։ Վիկտորը ժեստ արեց Մարկոյին, ով բարձրաձայն կարդաց նրանց պատրաստած հայտարարությունը։ Պարոն Վիկտոր Ալյանցյանը գտնվում է լիարժեք մտավոր իրավական կարողությունների մեջ։ Նրա բոլոր վերջին որոշումները կայացվել են գիտակցաբար կամավոր կերպով։ Մենք չենք կասկածի ձեր մտավոր կարողությունը, ասաց Ֆիլիպը։ Մենք կասկածի տակ ենք դնում հանգամանքները։ Մի մարդ, ով 15 տարի ապրել է մեկուսացած, հանկարծ բացում է իր տունը որդեգրում անծանոթ դեռահասի։ Սա հարցեր է առաջացնում։ Աննան բացեց մի թղթապանակ, մի քանի լուսանկար ցրեց սեղանին։ Մենք մասնավոր հետախույզ ենք վարձել։ Այս լուսանկարները ցույց են տալիս ձեր կատարած ծախսերը։ 100 հազարավոր դրամների վերանորոգումներ, շատ թանկ բժշկական սարքավորումներ, մասնավոր բուժքույրերի թիմ։ Վիկտորը դիտեց լուսանկարները աճող վրդովմունքով։ Ինչ-որ մեկը լրտեսել էր նրա կալվածքը, փաստագրելով նրա անձնական կյանքը։ Ինչ եք ուզում ապացուցել, գրեց նա։ Կետը, ասաց Զարմիկների փաստաբանը, այն է, որ կա վարքի մի օրինաչափություն, որը ենթադրում է հուզական շահարկում։ Մի տնային տնտեսուհի նրա դեռահաս դուստրը հանկարծ դառնում են միլիարդավոր դրամների կարողության շահառուներ։ Ռոզան ինձ մոտ աշխատում է 7 տարի, գրեց Վիկտորը։ Նա ազնիվ անկեղծ մարդ է։ Միգուցե նա է, համաձայնեց Աննան, բայց 7 տարին բավական է մոտեցում պլանավորելու համար։ Մի գեղեցիկ տաղանդավոր դուստր, հուզիչ պատմություններ լքված հոր մասին շատ հարմար է։ Մեղադրանքը զայրացրեց Վիկտորին։ Նա արագ գրեց. Դուք չեք ճանաչում Ռոզային կամ Լուսինեին։ Դուք ոչինչ չգիտեք նրանց բնավորության մասին։ Մենք գիտենք, որ դուք պատրաստվում եք էապես փոխել ձեր գտակը, հայտարարեց Ֆիլիպը։ Եվ մենք իրավունք ունենք կասկածի տակ դնել դա, հաշվի առնելով, որ մենք ձեր միակ կենդանի ազգականներն ենք։ Հենց այդ ժամանակ Մարկոն միջամտեց։ Իրականում, դուք Վիկտորի միակ ազգականները չեք։ Սենյակում բոլորը զարմացած շրջվեցին նրա կողմը։ Մարկոն շարունակեց. Մենք վերջերս մուտք ունեցանք փաստաթղթերի, որոնք կորել էին ձեր պապի Հայաստան ներգաղթի ժամանակ։ Վիկտորը առաջին աստիճանի զարմուհի ունի, ով ապրում է երկրի հարավում։ Վիկտորը անհավատալիորեն նայեց Մարկոյին։ 42 տարի շարունակ նա երբեք չէր իմացել այլ ազգականների գոյության մասին։ Սա անհնար է, ասաց Աննան։ Մենք գիտենք ընտանիքի ամբողջ ծագումնաբանությունը։ Մարկոն բացեց մի թղթապանակ, հանեց ծննդյան վկայականներ, ներգաղթի փաստաթղթեր։ Օլիվիա Լուսինյանը Ագնես Ալյանցյանի, Վիկտորի պապի կրտսեր քրոջ դուստրն է։ Ագնեսը ներգաղթել է Հայաստան 1945 թվականին, բայց բնակություն է հաստատել Շիրակի մարզում, ոչ թե Գյումրիում, ինչպես ընտանիքի մնացած անդամները։
Նրանք կապը կորցրել էին պատերազմի տարիներին։ Վիկտորը ուշադիր ուսումնասիրեց փաստաթղթերը։ Ագնես Ալյանցյան։ Անունը նրան մշուշոտ ծանոթ էր այն պատմություններից, որոնք իր պապը պատմում էր Եվրոպայում ընտանիքի մասին։ Օլիվիան 51 տարեկան է, շարունակեց Մարկոն, նա այրի է, ունի 2 չափահաս երեխա, իր ողջ կյանքում հավատացել է, որ Հայաստանում Ալյանցյան ընտանիքից այլ ազգականներ չունի։ Ֆիլիպը Աննան անհանգստացած հայացքներ փոխանակեցին։ Մեկ այլ օրինական ժառանգի գոյությունը բարդացնում էր նրանց պլանները։ Որտեղ է հիմա այդ Օլիվիան, հարցրեց Աննան։ Երան տանող ճանապարհին, պատասխանեց Մարկոն։ Վիկտորը խնդրել էր ինձ կապ հաստատել նրա հետ, երբ մենք պարզեցինք նրա գոյությունը։ Նա կժամանի վաղը։ Վիկտորը այս որոշումը կայացրել էր նախորդ երեկո։ Եթե Ֆիլիպը Աննան կասկածի տակ էին դնում իր ընտրությունները ֆինանսական շահերից ելնելով, նա ուզում էր, որ նրանք իմանային ընտանիքի մասին ամբողջ ճշմարտությունը։ Սա ինչ-որ բան փոխում է, ընդունեց Զարմիկների փաստաբանը։ Բայց չի անվավերացնում մեր մտահոգությունները այդ սպասուհու նրա դստեր ազդեցության վերաբերյալ։ Հենց այդ պահին գրասենյակի դուռը բացվեց։ Ռոզան մտավ Լուսինեի ուղեկցությամբ, երկուսն էլ ակնհայտորեն նյարդայնացած էին։ Կներեք ընդհատելու համար, ասաց Ռոզան, բայց ես պետք է մի բան ասեմ։ Վիկտորը ժեստ արեց, որ նա մոտենա։ Ռոզան խորը շունչ քաշեց դիմեց Ֆիլիպին Աննային։ Ես լսեցի, թե ինչ ասացիք իմ դստեր մասին։ Պլանավորման շահարկման մասին։ Աննան արհամարհանքով նայեց նրան։ Իսկ ինչ ունեք ասելու ի պաշտպանություն ձեր։ Որ դուք ճիշտ եք, պատասխանեց Ռոզան, ցնցելով բոլորին։ Ես շահարկել եմ իրավիճակը։ Վիկտորը ցավով զարմանքով նայեց Ռոզային։ Լուսինեն բռնեց մոր ձեռքը, նույնպես շփոթված։ Ռոզան շարունակեց. 7 տարի առաջ, երբ ես սկսեցի այստեղ աշխատել, ես գիտեի, թե ով է Վիկտոր Ալյանցյանը։ Ոչ միայն որպես գործարար, այլ անձնապես։ Լարված լռություն տիրեց սենյակում։ Ես ներկա էի հիվանդանոցում, երբ Վիկտորը կորցրեց լսողությունը։ Ես նյարդաբանական բաժանմունքի բուժքույրական տեխնիկ էի։ Ես հետեցի նրա բուժմանը 3 շաբաթ շարունակ։ Վիկտորը նայեց նրան, փորձելով մշակել տեղեկությունը։ Հենց այնտեղ ես ճանաչեցի Թեոին, իմ ամուսնուն։ Նրանք նույն հիվանդանոցում էին, բուժվում էին նյարդաբանական խնդիրներով նույն ժամանակահատվածում։ Թեոն անընդհատ խոսում էր Վիկտորի մասին, այն մասին, թե ինչպես էր նա բարի մյուս հիվանդների հետ, ինչպես էր արժանապատվորեն դիմակայում իր վիճակին։ Ռոզան դադարեց, քաջություն հավաքելով շարունակելու համար։ Երբ Թեոն անհետացավ, ես հուսահատ էի։ Ես փոքր դուստր ունեի, վճարելու հաշիվներ, ոչ մի հեռանկար։ Հենց այդ ժամանակ ես հիշեցի Վիկտորին։ Ես այստեղ աշխատանք փնտրեցի, քանի որ գիտեի, որ նա լավ մարդ է, մեկը, ով հարգանքով կվերաբերվի աշխատակիցներին։ Լուսինեն նայում էր մորը, զարմանքի հիացմունքի խառնուրդով։ 7 տարի շարունակ ես հեռվից դիտում էի Վիկտորին։ Տեսա նրա միայնությունը, նրա մեկուսացումը։ Երբ Լուսինեն սկսեց ինձ ուղեկցել աշխատանքի, ես չփորձեցի խանգարել նրան մոտենալ նրան, քանի որ ենթադրեցի, որ նրանք կարող են փոխադարձաբար օգնել միմյանց։ Աննան առաջ թեքվեց։ Ուրեմն դուք ընդունում եք, որ պլանավորել եք այս ամենը։ Ոչ, Ռոզան հաստատապես պատասխանեց։ Ես հնարավորություն ստեղծեցի, որ նրանք ծանոթանան։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Վիկտորի Լուսինեի մեջ, անկեղծ էր։ Չի կարելի կեղծել այն տեսակի կապը, որը նրանք զարգացրել են։ Վիկտորը արագ գրեց. Ինչու ինձ երբեք չպատմեցիք հիվանդանոցի մասին։ Որովհետև չէի ուզում, որ դուք մտածեիք, թե ես օգտվում եմ անցյալի կապից, պատասխանեց Ռոզան։ Եվ որովհետև դուք ինձ չէիք հիշում։ Ես պարզապես տասնյակ բուժքույրական տեխնիկներից մեկն էի։ Վիկտորը փակեց աչքերը, փորձելով վերականգնել այդ դժվար ժամանակաշրջանի հիշողությունները։ Աստիճանաբար սկսեցին հայտնվել պատկերներ։ Մի երիտասարդ շագանակագույն մազերով կին, ով միշտ լրացուցիչ խնամքով էր ստուգում իր դեղերը, ով մի անգամ բռնել էր իր ձեռքը, երբ նա խուճապի նոպա ուներ։ Նա բացեց աչքերը նոր ըմբռնումով նայեց Ռոզային։ Գրեց. Դուք բռնեցիք իմ ձեռքը։ Երբ ես վախենում էի։ Ռոզան գլխով արեց, արցունքներով աչքերին։ Դուք այնքան կորած էիք թվում։ Ես ուզում էի օգնել, բայց չգիտեի ինչպես։ Լուսինեն մոտեցավ հորը։
Հայրիկ, սա ինչ-որ բան փոխում է ձեզ համար։ Իմանալը, որ մայրիկն օգնել է մեզ գտնել միմյանց։ Վիկտորը դիտեց իր ընտանիքը, Ռոզային, ով զուսպ կերպով կազմակերպել էր մի հանդիպում, որը փոխել էր նրանց բոլորի կյանքը։ Լուսինեին, ով լույս արվեստ էր բերել իր աշխարհ։ Թեոին, ով թե ֆիզիկապես բացակա, եղել էր այն անտեսանելի կապը, որը միացրել էր նրանց։ Նա ուշադիր գրեց. Իսկական սերը երբեմն մի փոքրիկ հրումի կարիք ունի ծաղկելու համար։ Ռոզան չի շահարկել մեր զգացմունքները։ Նա պարզապես հեռացրել է այն խոչընդոտները, որոնք խանգարում էին մեզ գտնել միմյանց։ Ֆիլիպը Աննան լուռ մնացին, հասկանալով, որ իրենց փաստարկները կորցրել էին իրենց ուժը Ռոզայի բացահայտման դիմաց։ Հենց այդ ժամանակ քարտուղարը հայտարարեց Օլիվիա Լուսինյանի ժամանումը։ Սենյակ մտած կինը ակնհայտորեն Ալյանցյան էր։ Նա ուներ Վիկտորի նույն կապույտ աչքերը, նույն նուրբ ոսկրային կառուցվածքը, բայց ճառագում էր մի ջերմություն, որը հակադրվում էր Լոնդոնի, Փարիզի զարմիկների սառնությանը։ Վիկտոր, ասաց նա հայերենի բարբառով, զգուշորեն մոտենալով նրան։ Ես հազիվ կարող եմ հավատալ, որ վերջապես ընտանիք ունենք։ Վիկտորը վեր կացավ գրկեց նրան, զգալով ակնթարթային կապ այս զարմուհու հետ, ում գոյության մասին նա երբեք չէր իմացել։ Հաջորդ մեկ ժամվա ընթացքում Օլիվիան պատմեց իր պատմությունը։ Նրան դաստիարակել էր մայրը, պատմություններով պատերազմում կորած Ալյանցյան ընտանիքի մասին, միշտ հույս ունենալով մի օր վերամիավորվել իր հայազգի ազգականների հետ։ Նա աշխատում էր որպես ուսուցչուհի, ուներ 2 չափահաս երեխա համեստ, բայց երջանիկ էր ապրում Շիրակի մարզում։ Երբ Վիկտորը գրությունների միջոցով բացատրեց իր ներկայիս ընտանեկան վիճակը, Օլիվիան արձագանքեց անկեղծ ուրախությամբ։ Ինչ հրաշալի է, որ դուք ընտանիք եք գտել, ասաց նա։ Ագնեսը միշտ ասում էր, որ ընտանիքը միայն արյունը չէ, այլ սերն ու փոխադարձ հոգատարությունը։ Ֆիլիպը փորձեց վերջին հարձակումը։ Օլիվիա, դուք պետք է հասկանաք, որ բարդ ֆինանսական հարցեր կան։ Ֆինանսական հարցերն ինձ չեն հետաքրքրում, ընդհատեց Օլիվիան։ Ես այստեղ եմ եկել իմ զարմիկին ճանաչելու, ոչ թե փողի մասին խոսելու։ Վիկտորը վերջնական որոշում կայացրեց։ Գրություն գրեց, խնդրեց Մարկոյին բարձրաձայն կարդալ։ Ֆիլիպ Աննա, դուք կասկածի տակ դրեցիք իմ որոշումները ֆինանսական շահերից ելնելով։ Օլիվիան այստեղ եկավ միայն ընտանեկան սիրուց դրդված։ Սա ինձ հստակ ցույց է տալիս, թե ով է արժանի լինել իմ կյանքի մասը։ Իմ կտակը կմնա պլանավորվածի պես։ Լուսինեն ժառանգում է ընկերությունը կալվածքը, Ռոզան ստանում է ցմահ թոշակ Թեոյի խնամքի համար, ես հոգաբարձուական հիմնադրամ եմ ստեղծել, որպեսզի Օլիվիան նրա երեխաները ունենան ֆինանսական անվտանգություն։ Դուք կստանաք արդար փոխհատուցում, բայց չեք լինի հիմնական շահառուները։ Աննան կտրուկ վեր կացավ։ Սա անհեթեթություն է։ Մենք ձեր արյունակից ընտանիքն ենք։ Ոչ, Վիկտորը գրեց իր վերջնական պատասխանը։ Դուք ազգականներ եք։ Իմ ընտանիքն այստեղ է։ Ֆիլիպը Աննան հեռացան գրասենյակից, իրենց փաստաբանի ուղեկցությամբ պարտված վիրավորված։ Օլիվիան մոտեցավ Ռոզային Լուսինեին, կարող եմ ավելի լավ ճանաչել ձեզ։ Ես զգում եմ, որ մենք լավ ընկերներ կդառնանք։ Այդ գիշեր, առանձնատանը, Ալյանցյանների իսկական ընտանիքը առաջին անգամ հավաքվեց։ Վիկտորը, Ռոզան, Լուսինեն, Թեոն Օլիվիան միասին ճաշեցին, պատմություններ կիսելով ապագան պլանավորելով։ Լուսինեն մեկ այլ անակնկալ էր պատրաստել, ընտանիքի նոր դիմանկար, այժմ ներառելով Օլիվիային Թեոին ավելի ներկա ժպտերես։ Նկարի ֆոնին ընտանիքի ծագումնաբանական ծառի պատկերն էր, բայց արմատներով, որոնք միահյուսվում փոխադարձաբար ամրապնդվում էին։ Այսպես պետք է լինի ընտանիքը, ասաց Օլիվիան, հիանալով Լուսինեի արվեստով։ Կարևոր չէ, թե ինչպես ենք հասնում միմյանց, կարևոր է, թե ինչպես ենք ընտրում միասին մնալ։ Վիկտորը նայեց սեղանի շուրջը, տեսնելով ժպտացող դեմքեր, զգալով ավելի շատ սեր, քան կարծում էր, որ հնարավոր է իր ողջ կյանքում։ Լռությունը, որը ժամանակին նրա անեծքն էր, դարձել էր այն հիմքը, որի վրա նա կառուցել էր իր ամենամեծ օրհնությունը։ Իսկական ընտանիք, միավորված ոչ միայն արյունով կամ հարմարավետությամբ, այլ անվերապահ սիրով միասին քայլելու գիտակից ընտրությամբ։ 2 տարի անց Ալյանցյանների առանձնատունն այնպես էր փոխվել, որ տպավորում էր նույնիսկ ամենահին աշխատակիցներին։ Հետի այգում այժմ տեղակայված էր բացօթյա արվեստի ստուդիա, որտեղ Լուսինեն հանգստյան օրերին նկարչության դասեր էր տալիս համայնքի երեխաներին։ Նախաձեռնությունը սկսվել էր որպես անձնական նախագիծ, բայց այնքան էր աճել, որ Վիկտորը որոշեց այն վերածել պաշտոնական հիմնադրամի։
Լուսինեն 18 տարեկանում դարձել էր շքեղ տաղանդավոր երիտասարդ կին։ Նա ընդունվել էր Հայաստանի լավագույն արվեստի համալսարան, սեփական արժանինքներով շահած լրիվ կրթաթոշակով, բայց ընտրել էր սովորել կես-դրույքով, շարունակելու խնամել Թեոյին զարգացնելու իր գեղարվեստական նախագծերը։ Նրա նկարներն արդեն ցուցադրվում էին Երանի պատկերասրահներում, արվեստի քննադատները սկսել էին խոսել հայկական նկարչության նոր խոստման մասին։ Ռոզան գերազանցությամբ ավարտել էր մասնագիտացված բուժքույրական կրթությունը, այժմ համակարգում էր Թեոյի խնամքը մի թիմի հետ, որը ինքն էր մարզել։ Նա հայտնաբերել էր նյարդաբանական հիվանդների հետ աշխատելու բնական կոչում, մշակելով նորարարական տեխնիկաներ, որոնք համատեղում էին արվեստն ու երաժշտությունը որպես թերապիա։ Նրա դիսերտացիան «Արվեստը որպես նյարդաբանական վերականգնման գործիք» թեմայով քննարկվում էր միջազգային բժշկական ամսագրերում հրապարակելու համար։ Թեոն զարմացրել էր բոլորին իր զարգացումով։ Թե նա դեռ կախված էր հաշմանդամի սայլակից, նա վերականգնել էր խոսքի հստակության մեծ մասը, զարգացնում էր շարժողական գործունեություն, որը բժիշկները 2 տարի առաջ անհնար էին համարում։ Ավելի կարևոր է, նա վերադարձել էր երաժշտություն ստեղծելուն։ Նրա ստեղծագործությունները ստեղծվում էին մտքով, նոտա առ նոտա թելադրվում էին հատուկ ծրագրային ապահովման համար, որը Վիկտորը պատվիրել էր հատուկ նրա համար։ Ամենամեծ փոփոխությունը, սակայն, տեղի էր ունեցել հենց Վիկտորի մոտ։ Միայնակ դառնացած մարդը վերածվել էր նվիրված հոր անկեղծորեն երջանիկ անձնավորության։ Նա սովորել էր դաշնամուր նվագել, հատուկ իր վիճակին հարմարեցված, ամբողջ ընտանիքի հետ սահուն հաղորդակցվում էր ժեստերի լեզվով, հայտնաբերել էր լուսանկարչության անսպասելի գիրք, փաստագրելով ընտանեկան կյանքի յուրաքանչյուր հատուկ պահ։ Օլիվիան 6 ամիս առաջ տեղափոխվել էր Երան, ընդունելով Վիկտորի հրավերը, համակարգելու գեղարվեստական հիմնադրամը, որը նրանք միասին ստեղծել էին։ Նրա երեխաները, Լուկան, Ֆիոնան, հաճախ էին այցելում առանձնատուն, տունը միշտ լի էր զարմիկներով, ընկերներով, գործընկերներով։ Միայնությունը դարձել էր հեռավոր հիշողություն։ Գարնանային մի առավոտ Վիկտորը արթնացավ տարօրինակ զգացումով։ Դա 3 տարվա տարեդարձն էր, երբ Լուսինեն առաջին անգամ մտել էր ճաշասրահ, բայց օդում մի առանձնահատուկ բան կար, որը նա չէր կարողանում նույնականացնել։ Ռոզան նրբորեն թակեց նրա սենյակի դուռը։ «Վիկտոր, դուք պետք է մի բան տեսնեք»։ Նա հետեց նրան արվեստանոց, որտեղ գտավ Լուսինեին, ինտենսիվորեն աշխատելիս հսկայական կտավի վրա։ Նա ամբողջ գիշեր նկարել էր, արդյունքն արտասովոր էր։ Նկարը ցույց էր տալիս առանձնատունը վերից, բայց ոչ որպես ֆիզիկական կառույց։ Դա հուզական պատկեր էր այն բանի, ինչին տունը վերածվել էր։ Կյանքով լի բաբախող սիրտ, որի յուրաքանչյուր սենյակ ճառագում էր տարբեր գույներ, որոնք ներկայացնում էին բնակիչների երազանքներն ու անհատականությունները։ Կենտրոնում Վիկտորը նկարված էր ոչ թե որպես այն լուռ մարդը, ով ժամանակին եղել էր, այլ որպես դիրիժոր, ով ղեկավարում էր փոխկապակցված կյանքերի սիմֆոնիա։ «Դա ձեր ցուցահանդեսի համար է», հարցրեց Վիկտորը ժեստերով։ «Ոչ», Լուսինեն պատասխանեց, խորհրդավոր ժպտալով։ «Դա ձեզ համար է»։ Նվեր։ Թեոյին Ռոզան բերեց, տեսնելու աշխատանքը։ Երբ նա դիտեց այն, կարողացավ հստակորեն արտասանել. «Մեր ընտանիքը արվեստում կատարյալ»։ Վիկտորը երկար րոպեներ ուսումնասիրեց նկարի յուրաքանչյուր մանրամասն։ Մի մարգարեական բան կար այդ աշխատանքում, կարծես Լուսինեն նկարել էր ոչ միայն ներկան, այլ այն ապագան, որը սպասում էր նրանց։ Այդ կեսօրին ընտանիքն անսպասելի այցելություն ստացավ։ Մարկո Սարգսյանը ժամանեց կնքված ծրարով հանդիսավոր արտահայտությամբ։ «Վիկտոր, ես մի առաջարկ եմ ստացել, որը դուք պետք է քննարկեք», ասաց նա։ Երանի քաղաքապետարանը ցանկանում է ձեռք բերել կալվածքը, այն մշակութային կրթական կենտրոնի վերածելու համար։ Առաջարկը զգալի է, նրանք երաշխավորում են, որ դուք կարող եք շարունակել ապրել այստեղ որպես նախագծի ղեկավարներ։ Վիկտորը ուշադիր կարդաց առաջարկը։ Դա հնարավորություն էր իր մասնավոր տունը վերածելու մի հաստատության, որը կօգուտեր հազարավոր մարդկանց։ Նախագիծը նախատեսում էր արվեստի դպրոցներ, նյարդաբանական վերականգնման կենտրոն, հատուկ կարիքներ ունեցող ընտանիքների համար համատեղ կյանքի տարածքներ։ «Ինչ եք կարծում», հարցրեց նա ընտանիքին ժեստերով։ Լուսինեն առաջինն էր պատասխանել։ «Հրաշալի կլիներ այս վայրը կիսել այլ ընտանիքների հետ, ովքեր տան կարիք ունեն»։ Ռոզան գլխով արեց։ «Ես միշտ երազել եմ աշխատել մի հաստատությունում, որը իրական փոփոխություն կմտցներ մարդկանց կյանքում»։ Թեոն ջանքերով կարողացավ ասել. «Երաժշտություն, արվեստ, օգնել ուրիշներին, այո»։ Օլիվիան ժպտաց։
Սա հենց այն տեսակի նախագիծն է, որը Ագնեսը կհաստատեր։ Առանձնաշնորհումն օգտագործել ուրիշներին ծառայելու համար։ Վիկտորը մի քանի օր մտածեց։ Որոշումը կնշանակեր լիովին բացել իր անձնական կյանքը, իր անձնական տունը վերածել հանրային տարածքի։ Բայց դա կնշանակեր նա բազմապատկել այն կախարդանքը, որը նրանք հայտնաբերել էին այնտեղ։ Մեկ շաբաթ անց նա տվեց իր պատասխանը։ Այո։ Պատրաստությունները տեցին 6 ամիս։ Առանձնատունը ուշադիր հարմարեցվեց, պահպանելու ընտանիքի մասնավոր տարածքները, միաժամանակ ստեղծելով հանրային տարածքներ կրթական թերապևտիկ գործունեության համար։ Վիկտորի արվեստանոցը դարձավ բաց արվեստանոց, որտեղ տարբեր տեսակի սահմանափակումներ ունեցող մարդիկ կարող էին բացահայտել գեղարվեստական տաղանդներ։ Այգին վերածվեց թերապևտիկ զբոսայգու, որտեղ ընտանիքները կարող էին շփվել փոխադարձաբար աջակցել միմյանց։ Բացման պաշտոնական օրը հարյուրավոր մարդիկ այցելեցին Ալյանցյան մշակութային կենտրոն։ Վիկտորը դիտում էր, թե ինչպես են ծնողներն օգնում հաշմանդամություն ունեցող երեխաներին նկարել իրենց առաջին նկարները, թերապևտները երաժշտություն էին սովորեցնում վերականգնվող հիվանդներին, երիտասարդ արվեստագետները ցուցադրում էին իրենց աշխատանքները ճանաչված վարպետների կողքին։ Լուսինեն մոտեցավ նրան։ Հայրիկ, զղջո՞ւմ եք, որ բացեցիք մեր տունը։ Վիկտորը շուրջը նայեց, տեսնելով իր ընտանիքին ուրախորեն աշխատելիս տասնյակ մարդկանց մեջ, ովքեր այնտեղ նոր հուզական տուն էին գտել։ Նա իր պատասխանը գրեց թղթի վրա։ Ոչ։ Ես պարզեցի, որ որքան շատ սեր ենք կիսում, այնքան ավելի շատ սեր ունենք։ Այդ գիշեր, երբ վերջին այցելուն հեռացավ, ընտանիքը հավաքվեց ավանդական ճաշի համար, Վիկտորը մտածեց այն 4 տարիների մասին, որոնք ամբողջությամբ փոխել էին իր կյանքը։ Մարդը, ով միայնակ ճաշում էր 20 հոգու համար նախատեսված սեղանի շուրջ, դարձել էր անընդհատ աճող ընտանիքի հայրը։ Գործարարը, ով հավատում էր, որ իր խուլությունը դատապարտում է նրան մեկուսացման, պարզել էր, որ կան հաղորդակցության ավելի խորը ձեր, քան բառերը։ Լուսինեն մատուցեց ճաշը, բաժակ բարձրացրեց։ Մեր տարօրինակ հրաշալի ընտանիքի կենացը։ Երկրորդ հնարավորություններին, ավելացրեց Ռոզան։ Երաժշտությանը, որը երբեք չի ավարտվում, ասաց Թեոն դժվարությամբ, բայց հստակ։ Ագնեսին, ով մեզ սովորեցրեց, որ ընտանիքը ընտրություն է, լրացրեց Օլիվիան։ Վիկտորը բարձրացրեց իր բաժակը, տարիների մեջ առաջին անգամ փորձեց բարձրաձայն խոսել։ Բառերը դուրս եկան անկատար դողացող, բայց լի հույզերով։ Ընտանիքին, որը ինձ սովորեցրեց լսել սրտով։ Բոլորը միաժամանակ ծիծաղեցին ու լացեցին, հասկանալով, որ Վիկտորը հսկայական ջանքեր էր գործադրել խոսելու համար, քանի որ ուզում էր, որ բոլորը բառացիորեն լսեին իր երախտագիտությունը։ Ավելի ուշ, մինչ Լուսինեն Օլիվիան կարգի էին բերում խոհանոցը, Ռոզան Վիկտորը զբոսնում էին կալվածքի այգիներում։ Լիալուսինը լուսավորում էր ծաղկանոցները, որտեղ այժմ աճում էին տասնյակ երեխաների կողմից տնկված ծաղիկներ դասընթացների ժամանակ։ Դուք դեռ կարոտում եք բացարձակ լռությունը, հարցրեց Ռոզան։ Վիկտորը մտածեց, նախքան ժեստերով պատասխանելը։ Լռությունը դեռ այստեղ է։ Բայց հիմա դա սիրով լի լռություն է, ոչ թե կյանքից դատարկ։ Ռոզան բռնեց նրա ձեռքը։ Շնորհակալություն մեզ սովորեցնելու համար, որ ընտանիքը միասին մնալու ընտրություն է, ոչ թե պարտավորություն։ Վիկտորը սեղմեց նրա ձեռքը ի պատասխան։ Նա գիտեր, որ իր բուժման ճանապարհը չէր սկսվել, երբ նա վերականգնել էր նկարելու ցանկությունը, ոչ էլ երբ որդեգրել էր Լուսինեին, ոչ էլ երբ բացել էր իր տունը աշխարհին։ Այն սկսվել էր այն առաջին գիշերը, երբ նա թույլ տվեց անծանոթ երիտասարդ աղջկան մնալ նույն միջավայրում, ինչ ինքը, կոտրելով 15 տարվա մեկուսացումը հյուրընկալության պարզ ժեստով։ Նրանք վերադարձան տուն, գտան Լուսինեին արվեստանոցում, աշխատելիս նոր նկարի վրա։ Դա ինքնադիման կար էր, բայց տարբերվում էր այն ամենից, ինչ նա երբեք ստեղծել էր։ Այն ցույց էր տալիս իրեն 18 տարեկանում, վստահ ճառագող, բայց կտավի ֆոնը բացահայտում էր իր բոլոր նախկին տարբերակները։ 2 տարեկան երեխան, ով կորցրել էր հորը, ամաչկոտ դեռահասը, ով նկարում էր շքեղ սրահի հատակին, երիտասարդ կինը, ով հայտնաբերել էր իր կոչումը որդեգիր հոր ձեռքերում։ Դա իմ առաջին անհատական ցուցահանդեսի համար է, բացատրեց նա։ Թեման է կերպարանափոխություններ, ինչպես է սերը մեզ փոխակերպում։ Վիկտորը դիտեց աշխատանքը, հասկացավ, որ Լուսինեն նկարել էր մի համընդհանուր բան իրենց մասնավոր փորձի մեջ։ Բոլորը փոխվում են, երբ թույլ են տալիս իրենց իսկապես սիրել։
Այդ լուսադեմին Վիկտորը երկար ժամանակ արթուն մնաց, մտածելով այն արտասովոր ճանապարհի մասին, որը նրան տարել էր ամենախորը միայնությունից դեպի ընտանեկան ամենալիարժեք կյանքը։ Նա հիշեց այն գիշերները, երբ միայնակ ճաշում էր, հավատալով, որ իր կյանքն ավարտվել է իր լսողության հետ միասին։ Հիմա նա գիտեր, որ իր իսկական կյանքը նոր էր սկսվել, երբ նա սովորել էր լսել սրտով։ Ալյանցյան մշակութային կենտրոնի բացումից 6 ամիս անց Վիկտորը մի նորություն ստացավ, որը կրկին ամեն ինչ կփոխեր։ Լուսինեն ընտրվել էր ներկայացնելու Հայաստանը Փարիզում կայանալիք երիտասարդ արվեստագետների միջազգային ցուցահանդեսում։ Երբ ընտանիքը հավաքվեց հնարավորությունը քննարկելու, Վիկտորը դիտեց Լուսինեի դեմքի արտահայտությունը, էյֆորիայից կասկածի անցնելը։ Վերջապես, գրեց. «Ինչ ես ուզում անել»։ «Ես ուզում եմ գնալ», պատասխանեց առանց վարանելու։ «Բայց չեմ ուզում թողնել ձեզ»։ Թեոն կշարունակի զարգանալ, միջամտեց Ռոզան։ Նման հնարավորություններ երկու անգամ չեն հայտնվում։ Որպես կենտրոնական ստեղծագործություն ընտրվել էր ընտանեկան դիմանկարի վերաիմաստավորված տարբերակը։ Կոմպոզիցիան ցույց էր տալիս յուրաքանչյուր մարդու իր կյանքի տարբեր փուլերում, կարծես ժամանակը տեսանելի չափում լիներ։ Վիկտորը հայտնվում էր որպես այն միայնակ գործարարը, ով եղել էր, բայց նա որպես այն սիրող հայրը, ով դարձել էր։ Այն կոչվում էր միաժամանակյա կերպարանափոխություններ, բացատրեց Լուսինեն։ Որովհետև մենք գծային չենք փոխակերպվում։ Մենք ինքներս մեզ բոլոր տարբերակներն ենք միաժամանակ։ Վիկտորը որոշեց ուղեկցել Լուսինեին Փարիզ, իր առաջին միջազգային ճանապարհորդությունը լսողությունը կորցնելուց հետո։ Վաղվա ձայները ցուցահանդեսը տեղի ունեցավ հեղինակավոր պատկերասրահում։ Բացման երեկոյան Վիկտորը հպարտությամբ դիտում էր, թե ինչպես էր Լուսինեն բացատրում իր աշխատանքները միջազգային քննադատներին։ Հուզիչ պահ տեղի ունեցավ, երբ մի ֆրանսիացի քննադատ ուսումնասիրեց միաժամանակյա կերպարանափոխությունները, հարցրեց, թե ինչպես է երիտասարդ աղջիկը զարգացրել ժամանակի նման ըմբռնում։ Լուսինեն նայեց Վիկտորին. «Ես իմ ընտանիքից սովորեցի, որ ժամանակը գծային չէ։ Իմ հայրը կարևոր մի բան կորցրեց, բայց ավելի արժեքավոր բան գտավ։ Իմ մյուս հայրը դիմակայեց սարսափելի հիվանդության, բայց հայտնաբերեց գեղեցկություն ստեղծելու նոր ձև։ Ես պարզապես նկարեցի այն, ինչ տեսնում եմ տանը։ 3 աշխատանք վաճառվեցին եվրոպական կոլեկցիոներներին։ Դրանցից մեկը ձեռք բերվեց Օրանժերիայի թանգարանի կողմից իր մշտական հավաքածուի համար։ Հայաստան վերադարձը տոնվեց ընտանիքով։ Թեոն ջանքերով կարողացավ ասել. «Դուստրս, դու մեր պատմությունը տարար աշխարհ»։ Այդ գիշեր, երբ բոլորը հեռացան, Վիկտորը զբոսնեց մշակութային կենտրոնով։ Նա տեսավ դեռահասների տարբեր սահմանափակումներով, ովքեր աշխատում էին գեղարվեստական նախագծերի վրա, Ռոզայի մարզած թերապևտների ղեկավարությամբ։ Տեսարանը հպարտությամբ լցրեց նրան։ Նա շարունակեց քայլել մինչ հասավ բնօրինակ արվեստանոց, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Այն կտավները, որոնք նա Լուսինեն նկարել էին առաջին ամիսներին, դեռ այնտեղ էին, պահպանված որպես պատմական գրառումներ մի ընկերության, որը վերածվել էր հայրական սիրո։ Նստեց նույն բազկաթոռին, որտեղ սովորաբար դիտում էր Լուսինեին նկարելիս, փակեց աչքերը, փորձելով մշակել այն արտասովոր ճանապարհը, որը նրանց հասցրել էր մինչ այնտեղ։ 4 տարի առաջ նա մի մարդ էր, ով համոզված էր, որ իր կյանքն ավարտվել է իր լսողության հետ միասին։ Հիմա նա միջազգայնորեն ճանաչված արվեստագետի հայր էր, նորարար մասնագիտացված բուժքույրի ամուսին, մշակութային կենտրոնի ղեկավար, որն ամեն օր փոխում էր կյանքեր։ Ռոզան նրան գտավ այնտեղ 2 ժամ անց, դեռ նույն մտածկոտ դիրքով նստած։ «Չեք կարողանում քնել», հարցրեց նա, նստելով բազկաթոռի թին։ Վիկտորը բացեց աչքերը, ազդանշան տվեց։ «Մտածում էի, թե ինչպես հասանք մինչ այստեղ»։ «Շատ հաջողության, շատ սիրո միջոցով», պատասխանեց Ռոզան, շոյելով նրա մազերը։ Քաջ երիտասարդ աղջկա միջոցով, ով նստեց շքեղ սրահի հատակին, ինձ ցույց տվեց, որ ես դեռ կենդանի եմ, Վիկտորը գրեց թղթի վրա։ Ռոզան կարդաց, պատասխանը ժպտաց։ Լուսինեն միշտ ունեցել է հնարավորություններ տեսնելու շնորհը, որտեղ ուրիշները միայն խոչընդոտներ են տեսնում։ Ինչպես դուք, Վիկտորը գրեց։ Դուք տեսաք միայնակ մարդու պատկերացրեցիք ընտանիք։ Ես տեսա մի լավ մարդու, ով դժվար ժամանակներ էր ապրում, ուղեց Ռոզան։ Ընտանիքն արդեն այնտեղ էր, պարզապես հնարավորություն էր պետք ծաղկելու համար։ Նրանք մի քանի րոպե լուռ մնացին, դիտելով շուրջը գտնվող կտավները։ Յուրաքանչյուր աշխատանք պատմում էր այն փոխակերպման պատմության մի մասը, որը նրանք ապրել էին։
Վիկտոր, վերջապես ասաց Ռոզան, կա մի բան, որը ես ձեզ երբեք չեմ պատմել։ Նա հետաքրքրությամբ նայեց նրան։ Այն առաջին գիշերը, երբ ես Լուսինեին գտա ճաշասրահում, ես չզայրանալի, որ նա չհնազանդվեց։ Ես վախեցա, որ դուք նրան դուրս կհանեիք, մենք կկորցնեինք հնարավորությունը սա։ Նա ժեստ արեց շրջապատող միջավայրի ուղղությամբ։ Դուք ամեն ինչ պլանավորել էիք, նույնիսկ անգիտակցաբար, գրեց Վիկտորը, ժպտալով։ Միգուցե։ Կամ միգուցե ես պարզապես վստահեցի, որ լավ մարդիկ միջոց կգտնեն փոխադարձաբար օգնելու միմյանց։ Վիկտորը վեր կացավ, մոտեցավ հատուկ կտավի, Լուսինեի կողմից տարիներ առաջ իր արված առաջին դիմանկարին։ Այնտեղ նկարված մարդը դեռ տխրություն էր կրում աչքերում, բայց նա հույսի կայծ, որը նույնիսկ ինքը չէր նկատել այն ժամանակ։ Նա ինձ տեսավ նույնիսկ նախքան ինձ ճանաչելը, գրեց նա։ Նա տեսնում էր, թե ով կարող էի դառնալ։ Սա իսկական արվեստագետների շնորհն է, նկատեց Ռոզան։ Նրանք նկարում են ոչ միայն այն, ինչ տեսնում են։ Նրանք նկարում են այն, ինչ զգում են, ինչին հույս ունեն, ինչը հավատում են, որ հնարավոր է։ Հաջորդ առավոտ Վիկտորը արթնացավ հստակ որոշումով։ Նա ընտանիքին հավաքեց գրադարանում, հայտարարեց իր պլանները։ Ես ուզում եմ մշտական կրթաթոշակ ստեղծել, հաղորդեց նա միաժամանակյա ժեստերով, գրավոր թարգմանությամբ։ Երիտասարդ արվեստագետների համար, ովքեր, ինչպես Լուսինեն, տաղանդ ունեն, բայց միջոցներ չունեն։ Ես ուզում եմ, որ մեր պատմությունը ոգեշնչի այլ ընտանիքների, հավատալու հնարավորություններին։ Օլիվիան առաջինն էր աջակցել։ Սա հենց այն տեսակի ժառանգությունն է, որը գերազանցում է սերունդները։ Լուսինեն գրկեց Վիկտորին, հայրիկ, սա նշանակում է, որ այլ երիտասարդներ կունենան նույն հնարավորությունները, ինչ ես ունեցա։ Հուսով եմ, նույնիսկ ավելի լավ հնարավորություններ, Վիկտորը գրեց։ Հաջորդ ամիսների ընթացքում ստեղծվեց Լուսինե Ալյանցյան հիմնադրամը։ Կրթաթոշակային ծրագիրը համեստորեն սկսվեց 5 երիտասարդ արվեստագետներով, բայց պլանը աստիճանաբար ընդլայնելն էր։ Առաջին կրթաթոշակառուն 17-ամյա կույր դաշնակահարուհի էր, առաջարկված Թեոյի կողմից, ով իմացել էր նրա պատմությունը նյարդաբանական վերականգնման ցանցի միջոցով։ Երբ նա եկավ առաջին հարցազրույցին, իր հետ բերեց միայն փոքր ճամպրուկ համայնքի կողմից նվիրաբերված շարժական դաշնամուր։ Վիկտորը դիտեց նրան նվագելիս անմիջապես ճանաչեց նույն բնական տաղանդը, որը նա նույնականացրել էր Լուսինեի մոտ տարիներ առաջ։ Ավելի կարևոր է, նա ճանաչեց նույն վճռականությունը, հաղթահարելու խոչընդոտները արվեստի միջոցով։ Այդ գիշեր, մինչ երիտասարդ դաշնակահարուհին տեղավորվում էր հյուրասենյակներից մեկում, որը վերածվել էր գեղարվեստական նստավայրի, Վիկտորը մտածեց այն փոխակերպման շարունակության մասին, որը նրանք սկսել էին։ Տունը, որը ժամանակին պահպանում էր միայն իր միայնությունը, այժմ տուն էր արվեստագետների, թերապևտների, վերականգնվող ընտանիքների նվիրված աշխատակիցների աճող համայնքի համար, ովքեր ընտրել էին լինել այդ առաքելության մասը։ Լուսինեն, այժմ 18 տարեկանը լրացած աշխարհի լավագույն արվեստի համալսարաններ ընդունված, որոշել էր սովորել Հայաստանում, մնալու ընտանիքին մոտ անմիջապես նպաստելու հիմնադրամին։ Նրա արվեստը շարունակում էր զարգանալ, Աստված հաղթահարման պատմություններից, որոնց նա ամեն օր ականատես էր լինում։ Թեոն դարձել էր մի տեսակ ոչ պաշտոնական երաժշտական մենթոր վերականգնվող երիտասարդների համար, մշակելով հարմարվողական տեխնիկաներ, որոնք թույլ էին տալիս տարբեր սահմանափակումներ ունեցող մարդկանց արտահայտվել երաժշտորեն։ Ռոզան ավարտել էր արվեստի թերապիայի մասնագիտացումը, այժմ ղեկավարում էր մի նորարարական ծրագիր, որը համատեղում էր բժշկական վերականգնումը գեղարվեստական արտահայտության հետ, գրավելով օտարերկրյա համալսարանների հետազոտողներին։ Օլիվիան հիմնադրամի կառավարումը վերածել էր մասնագիտական գործունեության, որը օրինակ էր ծառայում Հայաստանի նմանատիպ այլ հաստատությունների համար։ Եվ Վիկտորը, այն մարդը, ով կարծում էր, որ ամեն ինչ կորցրել է 27 տարեկանում, 46 տարեկանում պարզել էր, որ իր իսկական կյանքը նոր էր սկսվում։ Մի հատկապես աստղազարդ գիշեր ամբողջ ընտանիքը հավաքվեց այգում, դիտելու Լուսինեին, ով աշխատում էր նոր աշխատանքի վրա։ Դա բացօթյա ինստալացիա էր, ինտերակտիվ քանդակ, որն արձագանքում էր հպմանը լույսերի թրթռումների միջոցով, թույլ տալով խուլ մարդկանց, ինչպես Վիկտորը, զգալ գույները։ Դա ձեզ համար է, հայրիկ, բացատրեց նա։ Արվեստը բոլոր զգայարաններով զգալու միջոց, ոչ միայն լսողությամբ, տեսողությամբ։ Վիկտորը դիպավ քանդակի մակերեսին, զգաց էներգիայի ալիքներ, որոնք անցնում էին իր ձեռքերով, յուրաքանչյուր գույն թարգմանվում էր եզակի շոշափելի զգացողության։ Դա 20 տարվա մեջ առաջին անգամն էր, որ նա արվեստը զգում էր լիովին նոր կերպով։
Դիտելով իր շուրջը գտնվող ընտանիքին, Ռոզան հպարտ ժպտում էր, Թեոն ձեռքերը շարժում էր լույսերի ռիթմին, Օլիվիան լուսանկարում էր պահը, Վիկտորը հասկացավ, որ գտել էր շատ ավելին, քան ընտանեկան սերը։ Նա գտել էր իր նպատակը։ Ճանապարհորդությունը, որը սկսվել էր մի անծանոթ երիտասարդ աղջկա հետ, ով հարգալից նստել էր իր ճաշասրահի հատակին, վերածվել էր կյանքի մի առաքելության, որը գերազանցում էր այն ամեն երազանքը, որը նա կարող էր պատկերացնել իր մեկուսացման տարիներին։ Վիկտորը հիշեց այն մարդուն, ով եղել էր։ Հաջողակ գործարար, բայց հուզականորեն դատարկ, ով հավատում էր, որ մարդկային արժեքը չափվում է միայն ֆինանսական ձեռքբերումներով։ Հիմա նա գիտեր, որ իսկական հարստությունը այն կապերի մեջ է, որոնք մենք կառուցում ենք, այն կյանքերի մեջ, որոնց մենք շոշափում ենք, այն սիրո մեջ, որը մենք կիսում ենք։ Լուսինեն մոտեցավ նրան ժպիտով։ Հայրիկ, շնորհակալություն ինձ սովորեցնելու համար, որ ընտանիքը կատարելության մասին չէ, այլ միասին մնալու ընտրության մասին։ Այդ լուսադեմին Վիկտորը իր անձնական օրագրում առաջին անգամ 2 տասնամյակի մեջ գրեց. Այսօր հասկացա, որ լսողությունը կորցնելը իմ կյանքի վերջը չէր։ Դա մի արկածի սկիզբն էր, որը ինձ կտաներ հաղորդակցության ավելի խորը ձեր հայտնաբերելու, քան ցանկացած ձայն։ Ես սովորեցի լսել սրտեր, տեսնել երաժշտություն գույներում, զգալ սեր թրթռումներում։ Իմ ընտանիքը ինձ սովորեցրեց, որ խուլությունը ինձ չի մեկուսացրել աշխարհից։ Այն պարզապես ինձ պատրաստել է դրանում լինելու այլ ձի։ Լռությունը, որը ժամանակին իմ անեծքն էր, դարձել է իմ ամենամեծ օրհնության հիմքը։ Անվերապահ սիրով միավորված ընտանիք։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Վիկտորի, Լուսինեի, Ռոզայի, Թեոյի ճանապարհորդությունը ձեզ այնքան է հուզել, որքան մեզ այն պատմելիս։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ ամենագեղեցիկ ընտանիքները միշտ չէ, որ ծնվում են արյունակցական կապերից, այլ աճում են սիրո փոխադարձ հոգատարության ամենօրյա ընտրություններից։ Մարդկային արտասովոր կապերի մասին ավելի շատ հուզիչ պատմություններ բացահայտելու համար, մի մոռացեք ուսումնասիրել մեր ընտանեկան պատմությունների հատուկ երգացանկը։ Եթե այս պատմությունը ջերմացրել է ձեր սրտերը, ցույց տվեք ձեր սերը, բաժանորդագրվելով մեր ալիքին հավանելով այս տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք նշում են մարդկային կարողությունը, կորուստները, նվերների միայնությունը համայնքի վերածելու համար։ Մեկնաբանություններում կիսվեք։ Դուք երբ ապրել եք պատահական հանդիպում, որը հավերժ փոխել է ձեր կյանքը։ Անհամբեր սպասում ենք ձեր սեփական փոխակերպման պատմություններին։